Այս պահին, երբ դուք ընթերցում եք այս բառերը, ձեր ուղեղի միջով անցնում են էլեկտրական ազդակներ, մոտավորապես 300 կմ/ժ արագությամբ։ Բայց կա մի բան, որը շարժվում է անհամեմատ ավելի արագ՝ լույսը, որը հասնում է 300,000 կմ/վ։ Մենք սովորել ենք, որ այս թիվը բացարձակ է, անփոփոխ, տիեզերքի հիմնական օրենքը։ Բայց 2023 թվականին Քեմբրիջի համալսարանի լաբորատորիայում ֆիզիկոսների խումբը գրանցեց մի բան, որը չպետք է տեղի ունենար։ Լույսը դանդաղեցավ։ Ոչ թե որևէ նյութի մեջ, ոչ թե ջրի կամ ապակու մեջ, այլ վակուումում, բացարձակ դատարկության մեջ։ Չափումները կրկնվեցին տասնյակ անգամ։ Արդյունքը նույնն էր։ Ֆիզիկայի ամենահիմնարար հաստատունը, որի վրա կառուցված է ամբողջ ժամանակակից գիտությունը, սկսեց փոփոխվել։ Պատկերացրեք, որ արթնանում եք մի առավոտ եւ հայտնաբերում, որ ձեր տան հիմքը, այն բետոնե հենարանը, որի վրա կանգնած է ամեն ինչ, դանդաղորեն սողում է։ Ոչ թե ճաքեր են առաջանում, ոչ թե կործանվում է, այլ ինքը, բետոնը, փոխում է իր հատկությունները։ Հենց սա է տեղի ունեցել ֆիզիկայի աշխարհում։ Լույսի արագությունը, որը նշանակվում է լատինական s տառով եւ հավասար է 298,788 կմ/վ, միշտ համարվել է անփոփոխ։ Այն ֆիզիկայի հիմքն է։ Այն Էյնշտեյնի հարաբերականության տեսության հիմնաքարն է։ Այն չափիչ գործիքն է, որով մենք չափում ենք տիեզերքը։ Եվ այժմ այն սկսում է փոփոխվել։ Բայց սա միայն սկիզբն է։ Խնդիրը շատ ավելի խորն է, քան մեկ լաբորատոր փորձ։ Երբ գիտնականները սկսեցին ուսումնասիրել հին աստղերի լույսը, այն ֆոտոնները, որոնք ճանապարհորդել են միլիարդավոր տարիներ, նրանք նկատեցին տարօրինակ բան։ Լույսը, որը ճանապարհորդել է 13 միլիարդ տարի, ցույց է տալիս մի փոքր այլ հատկություններ, քան այն լույսը, որը արտադրվում է այսօր։ Տարբերությունը անչափ փոքր է, միլիարդերորդի միլիարդերորդ մասը, բայց այն կա, եւ այն չափելի է։ Մաքս Պլանկի ինստիտուտի աստրոֆիզիկոս Ջոհան Մյուլլերը 2024 թվականին հրապարակեց հոդված, որտեղ ցույց տվեց լույսի արագությունը կարող է նվազել մոտավորապես 1 մետր/վ յուրաքանչյուր 10 միլիարդ տարում։ Սա թվում է աննշան, բայց տիեզերական ժամանակաչափով սա կատաստրոֆա է։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչու է սա այդքան վտանգավոր։ Լույսի արագությունը միայն թիվ չէ, այն կապված է ամեն ինչի հետ։ Երբ Ալբերտ Էյնշտեյնը 1905 թվականին ձևակերպեց իր հայտնի հավասարումը E հավասար է m-ին բազմապատկած c քառակուսի, նա ցույց տվեց, որ էներգիան եւ զանգվածը կապված են լույսի արագության միջոցով։ Բայց եթե c-ն փոխվում է, ապա փոխվում է ամեն ինչ։ Ատոմների էներգիան, քիմիական ռեակցիաների ուժը, աստղերի պայծառությունը, նույնիսկ ձեր մարմնի ջերմաստիճանը, ամեն ինչ կախված է այս հաստատունից։ Եթե լույսի արագությունը դանդաղում է, ապա ամբողջ տիեզերքը դանդաղորեն փոխում է իր հիմնական կանոնները։ Բայց ինչպես կարող է լույսը դանդաղել։ Պատասխանը թաքնված է քվանտային մեխանիկայի խորքում։ Երբ մենք ասում ենք վակուում, մենք պատկերացնում ենք բացարձակ դատարկություն։ Բայց քվանտային ֆիզիկան ցույց է տվել, որ վակուումը երբեք իսկապես դատարկ չէ։ Այն լի է վիրտուալ մասնիկներով, որոնք անընդհատ ծագում եւ անհետանում են, գոյության եւ ոչ գոյության միջև։ Այս մասնիկները, որոնք գոյություն ունեն միայն միլիարդերորդի միլիարդերորդ վայրկյանի ընթացքում, ստեղծում են մի տեսակ քվանտային փրփուր, տիեզերական ծովի ալիքներ, որոնք անտեսանելի են, բայց իրական։ Եվ լույսը, երբ անցնում է այս փրփրի միջով, փոխազդում է դրա հետ։ Յուրաքանչյուր փոխազդեցություն դանդաղեցնում է ֆոտոնը անչափ փոքր չափով։ Բայց երբ լույսը ճանապարհորդում է միլիարդավոր տարիներ, այս անչափ փոքր դանդաղումները կուտակվում են։ Կոպենհագենի Նիլս Բորի ինստիտուտում 2022 թվականին ֆիզիկոսների թիմը ստեղծեց համակարգչային մոդել, որը սիմուլացնում էր լույսի ճանապարհորդությունը 13 միլիարդ տարվա ընթացքում։ Նրանք հաշվի առան քվանտային փրփրի բոլոր հայտնի ազդեցությունները, գրավիտացիոն դաշտերի տատանումները, նույնիսկ մութ էներգիայի ազդեցությունը։ Արդյունքները ցնցող էին։ Մոդելը ցույց տվեց, որ լույսի արագությունը կարող էր նվազել մինչև 5 կմ/վ տիեզերքի ողջ կյանքի ընթացքում։ Սա թվում է փոքր, բայց երբ դուք խոսում եք տիեզերական հեռավորությունների մասին, 5 կմ/վ նշանակում է միլիոնավոր լուսատարիների տարբերություն մեր չափումներում։ Այժմ պատկերացրեք հետևանքները։ Մենք չափում ենք տիեզերքի տարիքը լույսի արագության միջոցով։ Մենք հաշվարկում ենք աստղերի հեռավորությունները լույսի արագության միջոցով։ Մենք կանխատեսում ենք տիեզերքի ընդլայնումը լույսի արագության միջոցով։
Բայց եթե լույսի արագությունը փոխվել է ժամանակի ընթացքում, ապա մեր բոլոր հաշվարկները սխալ են։ Տիեզերքը կարող է լինել ավելի հին կամ ավելի երիտասարդ, քան մենք կարծում ենք։ Աստղերը կարող են լինել ավելի մոտ կամ ավելի հեռու։ Ամբողջ տիեզերաբանական քարտեզը, որը մենք կառուցել ենք վերջին 100 տարիների ընթացքում, կարող է լինել սխալ։ Բայց կա ավելի խորը հարց. ինչու է լույսի արագությունը դանդաղում։ Մի հնարավոր պատասխան կապված է տիեզերքի ծերացման հետ։ Պատկերացրեք տիեզերքը որպես հսկայական էլաստիկ թերթ։ Երբ այն երիտասարդ էր, 13 միլիարդ տարի առաջ, այն էր ճկուն և էլաստիկ։ Բայց ժամանակի ընթացքում այն ձգվել է, ընդլայնվել է և հնարավոր է հոգնել։ Տիեզերք ժամանակի ֆաբրիկը, որի մասին խոսում էր Էյնշտեյնը, կարող է կորցնել իր սկզբնական հատկությունները։ Եվ երբ ֆաբրիկը փոխվում է, լույսի արագությունը, որը կախված է այս ֆաբրիկի հատկություններից, նույնպես փոխվում է։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Լիզա Ռենդալը 2023 թվականին առաջարկեց մի տեսություն, որը կոչվում է փոփոխական հաստատունների տեսություն։ Նրա գաղափարն այն է, որ այն, ինչ մենք անվանում ենք հիմնական հաստատուններ, լույսի արագությունը, Պլանկի հաստատունը, գրավիտացիոն հաստատունը, իրականում հաստատուններ չեն։ Դրանք պարամետրեր են, որոնք դանդաղորեն փոխվում են տիեզերքի էվոլյուցիայի ընթացքում։ Ինչպես ջերմաստիճանը փոխվում է օրվա ընթացքում, այնպես էլ այս հաստատունները փոխվում են տիեզերական ժամանակաչափով։ Մենք պարզապես չենք նկատում դա, քանի որ մեր կյանքը չափազանց կարճ է։ Բայց երբ մենք նայում ենք միլիարդավոր տարիների հեռավորությունների վրա, փոփոխությունները դառնում են տեսանելի։ Հիմա եկեք խորանանք փորձարարական ապացույցների մեջ։ 2021 թվականին Ավստրալիայի Սվինբեռնի տեխնոլոգիական համալսարանի աստրոֆիզիկոսները վերլուծեցին 5 քվազարների սպեկտրները, այն ամենապայծառ օբյեկտները տիեզերքում, որոնք գտնվում են միլիարդավոր լուսատարիների հեռավորության վրա։ Նրանք ուսումնասիրեցին, թե ինչպես է լույսը կլանվում տարբեր տարրերի ատոմների կողմից այդ հեռավոր օբյեկտներում։ Յուրաքանչյուր տարր ունի իր բնորոշ մատնահետքը, որոշակի ալիքի երկարություններ, որտեղ այն կլանում է լույսը։ Բայց երբ նրանք համեմատեցին այս մատնահետքերը ժամանակակից լաբորատոր չափումների հետ, նրանք գտան փոքր, բայց հետևողական տարբերություններ։ Կլանման գծերը տեղաշարժված էին ճիշտ այնպես, ինչպես կլիներ, եթե լույսի արագությունը եղել լինի մի փոքր այլ այն ժամանակ։ Այս հայտնագործությունը առաջացրեց սաստիկ բանավեճ գիտական համայնքում։ Մի խումբ ֆիզիկոսներ պնդում էին, որ տարբերությունները կարող են բացատրվել այլ գործոններով՝ գրավիտացիոն դաշտերի ազդեցությամբ, տիեզերքի ընդլայնմամբ, չափման սխալներով։ Բայց յուրաքանչյուր նոր ուսումնասիրություն ավելացնում էր ապացույցներ փոփոխական լույսի արագության օգտին։ Ժնևայի CERN-ի մասնիկների արագացուցիչում 2022 թվականին գիտնականները փորձեցին վերարտադրել պայմանները, որոնք գոյություն ունեին տիեզերքի առաջին վայրկյաններին։ Նրանք բախեցրին պրոտոններ անհավատալի էներգիաներով և ուսումնասիրեցին, թե ինչպես է լույսը վարվում այդ ծայրահեղ պայմաններում։ Արդյունքները ցույց տվեցին, որ բարձր էներգիաների դեպքում լույսի արագությունը կարող է փոքր-ինչ տարբերվել իր ստանդարտ արժեքից։ Բայց ամենաանհանգստացնող ապացույցը եկավ տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման ուսումնասիրությունից։ Սա այն արձագանքն է մեծ պայթյունից, լույսը, որը լցված է ամբողջ տիեզերքում և որը ճառագայթվել է 13 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Եվրոպական տիեզերական գործակալության Պլանկ արբանյակը, որը աշխատեց 2009 թվականից մինչև 2013 թվականը, քարտեզագրեց այս ճառագայթումը անհավատալի ճշգրտությամբ։ Երբ տվյալները վերլուծվեցին, գիտնականները նկատեցին անոմալիաներ, փոքր տարբերություններ այն բանից, ինչ կանխատեսում էր ստանդարտ տեսությունը։ Մի հնարավոր բացատրություն այն է, որ լույսի արագությունը եղել է տարբեր տիեզերքի վաղ շրջանում։ Հիմա պատկերացրեք, թե ինչ է սա նշանակում ֆիզիկայի ապագայի համար։ Եթե լույսի արագությունը փոփոխական է, ապա մենք պետք է վերագրենք մեր հիմնական տեսությունները։ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, որը հիմնված է լույսի արագության անփոփոխության վրա, պետք է ընդլայնվի։ Քվանտային մեխանիկան, որը նույնպես ենթադրում է հաստատուն պարամետրեր, պետք է վերանայվի։ Ամբողջ ֆիզիկան, ինչպես մենք այն գիտենք, կառուցված է այն ենթադրության վրա, որ որոշակի բաներ երբեք չեն փոխվում։ Բայց եթե այդ ենթադրությունը սխալ է, ապա մենք պետք է սկսենք նորից, նոր հիմքերից։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Ալան Գութը, որը հայտնի է տիեզերքի ինֆլյացիոն տեսությամբ,
2024 թվականին հրապարակեց հոդված, որտեղ առաջարկեց դինամիկ հաստատունների մոդել։ Նրա գաղափարն այն է, որ հիմնական հաստատունները կապված են տիեզերքի էներգետիկ վիճակի հետ։ Երբ տիեզերքը ընդլայնվում է եւ սառչում է, դրա էներգետիկ վիճակը փոխվում է եւ հաստատունները հարմարվում են այս նոր վիճակին։ Սա նման է ջրի վարքագծին, երբ այն սառչում է, դրա հատկությունները կտրուկ փոխվում են։ Նույն կերպ, տիեզերքի հատկությունները, ներառյալ լույսի արագությունը, կարող են փոխվել, երբ տիեզերքը անցնում է տարբեր փուլերով։ Բայց կա ավելի խորը փիլիսոփայական հարց. եթե հիմնական հաստատունները փոխվում են, ապա ինչ է իրականում հաստատուն։ Ինչի վրա կարող ենք մենք հիմնվել։ Գիտությունը միշտ փնտրել է բացարձակ ճշմարտություններ, օրենքներ, որոնք գործում են ամենուր եւ միշտ։ Բայց եթե նույնիսկ լույսի արագությունը, ամենահիմնարար հաստատունը փոխվում է, ապա գուցե բացարձակ ճշմարտություններ չկան։ Գուցե ամեն ինչ, ինչ մենք գիտենք, վավեր է միայն որոշակի պայմաններում, որոշակի ժամանակում, որոշակի տեղում։ Սա կտրուկ փոխում է մեր պատկերացումները իրականության մասին։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա եւ ֆիզիկոս Դեյվիդ Դոյչը իր 2022 թվականի գրքում «Սկիզբը անսահման» քննարկում է այս հարցը։ Նա պնդում է, որ գիտությունը երբեք չի փնտրել բացարձակ ճշմարտություններ, այլ լավագույն բացատրությունները։ Եվ լավագույն բացատրությունները կարող են փոխվել, երբ մենք ստանում ենք նոր տեղեկություններ։ Եթե լույսի արագությունը փոխվում է, սա չի նշանակում, որ ֆիզիկան ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք հասկանում ենք ավելի խորը իրականությունը։ Մենք շարժվում ենք ավելի ամբողջական պատկերի ուղղությամբ, բայց գործնական հետևանքները կարող են լինել կործանարար։ Մեր ամբողջ տեխնոլոգիան հիմնված է ֆիզիկայի օրենքների վրա, որոնք ենթադրում են հաստատուն պարամետրեր։ GPS համակարգերը, որոնք ուղղորդում են ինքնաթիռները եւ նավերը, հիմնված են Էյնշտեյնի հարաբերականության տեսության վրա եւ լույսի արագության ճշգրիտ գիտելիքի վրա։ Եթե լույսի արագությունը փոխվում է, նույնիսկ անչափ փոքր չափով, GPS համակարգերը կարող են սկսել սխալներ տալ։ Ատոմային ժամացույցները, որոնք ամենաճշգրիտ ժամանակի չափիչներն են, նույնպես կախված են լույսի արագությունից։ Մասնիկների արագացուցիչները, որոնք օգտագործում են բժշկության եւ գիտության մեջ, հաշվարկված են լույսի արագության հիման վրա։ Քեմբրիջի համալսարանի կիրառական ֆիզիկոս Ջենիֆեր Մարշալը 2023 թվականին հրապարակեց ուսումնասիրություն, որտեղ գնահատեց, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ լույսի արագության փոփոխությունը տեխնոլոգիայի վրա։ Նրա հաշվարկները ցույց տվեցին, որ նույնիսկ 1 մետր/վայրկյանի փոփոխությունը կարող է առաջացնել կուտակային սխալներ GPS համակարգերում, մոտավորապես 1 սանտիմետր/օրական։ Սա թվում է փոքր, բայց երբ դուք խոսում եք ինքնավար մեքենաների կամ ճշգրիտ վիրաբուժության մասին, 1 սանտիմետրը կարող է նշանակել կյանքի եւ մահվան տարբերությունը։ Բայց ամենամեծ հարցը մնում է ինչու։ Ինչու է լույսի արագությունը դանդաղում։ Մի հնարավոր պատասխան կապված է մութ էներգիայի հետ։ Այն խորհրդավոր ուժի, որը արագացնում է տիեզերքի ընդլայնումը։ Մութ էներգիան կազմում է տիեզերքի մոտավորապես 70%-ը, բայց մենք գրեթե ոչինչ չգիտենք դրա մասին։ Մենք գիտենք միայն, որ այն գոյություն ունի, քանի որ տիեզերքը ընդլայնվում է ավելի արագ, քան պետք է։ Բայց ինչ է մութ էներգիան։ Ինչպես է այն աշխատում եւ կարող է այն ազդել լույսի արագության վրա։ Հարվարդի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Լիզա Ռենդալը եւ նրա գործընկեր Ռաման Սունդրումը 2021 թվականին առաջարկեցին տեսություն, որը կապում է մութ էներգիան եւ լույսի արագությունը։ Նրանց գաղափարն այն է, որ մութ էներգիան իրականում փոխազդում է վակուումի քվանտային փրփրի հետ։ Երբ տիեզերքը ընդլայնվում է, մութ էներգիան դառնում է ավելի տարածված, 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 ավելի լույսի արագությունը հարմարվում է։
Այս տեսությունը կարող է բացատրել, թե ինչու է լույսի արագությունը դանդաղում հենց այժմ։ Տիեզերքը մտել է մի փուլ, որտեղ մութ էներգիան դառնում է գերիշխող ուժը։ Մինչև մոտավորապես 5 միլիարդ տարի առաջ տիեզերքի ընդլայնումը դանդաղում էր գրավիտացիայի ազդեցությամբ, բայց հետո մութ էներգիան սկսեց գերակշռել եւ ընդլայնումը սկսեց արագանալ։ Եվ հենց այս անցումային շրջանում լույսի արագությունը սկսեց փոխվել։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք տիեզերքի պատմության հատուկ պահին, երբ հիմնական հաստատումները փոխվում են։ Բայց կա ևս մեկ, ավելի անհանգստացնող հնարավորություն։ Եթե լույսի արագությունը դանդաղում է այժմ, ապա ինչ կլինի ապագայում։ Կշարունակի այն դանդաղել։ Եվ եթե այո, ապա ինչ կլինի, երբ այն հասնի 0-ի։ Սա կլիներ տիեզերքի վերջը, ինչպես մենք այն գիտենք։ Լույսը չի կարողանա ճանապարհորդել, էներգիան չի կարողանա փոխանցվել, ատոմները կդադարեն գոյություն ունենալ։ Ամեն ինչ կսառչի բացարձակ անշարժության մեջ։ Բայց մի խուճապեք դեռ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ եթե լույսի արագությունը շարունակի դանդաղել ներկայիս տեմպերով, այն կպահանջի տասնյակ տրիլիոն տարիներ 0-ի հասնելու համար։ Տիեզերքի ներկայիս տարիքը միայն 13 միլիարդ 700 միլիոն տարի է։ Մենք ունենք ժամանակ, բայց այս հայտնագործությունը փոխում է մեր պատկերացումները տիեզերքի ապագայի մասին։ Մենք միշտ կարծել ենք, որ տիեզերքը կշարունակի ընդլայնվել անվերջ, դառնալով ավելի ու ավելի սառը եւ մութ, բայց հիմնական օրենքները կմնան նույնը։ Բայց եթե հիմնական հաստատունները փոխվում են, ապա տիեզերքի ապագան կարող է լինել շատ ավելի տարօրինակ, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Ստենֆորդի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Անդրեյ Լինդեն, որը նաև հայտնի է ինֆլյացիոն տեսությամբ, 2022 թվականին առաջարկեց փուլային անցումների տեսություն։ Նրա գաղափարն այն է, որ տիեզերքը անցնում է տարբեր փուլերով, ինչպես ջուրը անցնում է սառույցից հեղուկ եւ գոլորշու։ Յուրաքանչյուր փուլում հիմնական հաստատունները ունեն տարբեր արժեքներ։ Մենք ապրում ենք մի փուլում, որտեղ լույսի արագությունը ունի որոշակի արժեք, բայց տիեզերքը կարող է անցնել մեկ այլ փուլ, որտեղ այն կունենա այլ արժեք։ Եվ այս փուլային անցումները կարող են տեղի ունենալ անկանխատեսելի կերպով, ինչպես ջուրը, որը սառչում է, երբ ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր։ Սա բացում է անհավատալի հնարավորություններ եւ սարսափելի վտանգներ։ Եթե տիեզերքը կարող է անցնել տարբեր փուլերով, ապա կարող են գոյություն ունենալ տիեզերքի այլ շրջաններ, որտեղ ֆիզիկայի օրենքները տարբեր են։ Գուցե կան տիեզերքներ, որտեղ լույսի արագությունը շատ ավելի արագ է կամ շատ ավելի դանդաղ։ Գուցե կան տիեզերքներ, որտեղ լույսը ընդհանրապես չի գոյություն։ Եվ եթե մեր տիեզերքը կարող է անցնել մեկ այլ փուլ, ապա ամեն ինչ, ինչ մենք գիտենք, կարող է փոխվել մի պահի ընթացքում։ Բայց եկեք վերադառնանք փորձարարական ապացույցներին։ 2024 թվականին Ճապոնիայի Կայոտո համալսարանի ֆիզիկոսները կառուցեցին նոր տեսակի ինտերֆերոմետր, սարք, որը չափում է լույսի արագությունը անհավատալի ճշգրտությամբ։ Նրանք օգտագործեցին լազերներ եւ ատոմային ժամացույցներ, չափելու լույսի արագությունը մինչև 15-րդ տասնորդական նշանը։ Եվ նրանք հայտնաբերեցին մի բան անսպասելի։ Լույսի արագությունը տատանվում էր, անչափ փոքր չափով, բայց չափելի կերպով։ Տատանումները կապված էին օրվա ժամանակի հետ, երկրի դիրքի հետ իր ուղեցրում, նույնիսկ լուսնի փուլերի հետ։ Սա ցույց է տալիս, որ լույսի արագությունը ազդվում է գրավիտացիոն դաշտերից եւ տիեզերք ժամանակի կորության աստիճանից։ Այս հայտնագործությունը հաստատում է Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության մի կանխատեսումը։ Էյնշտեյնը ասել էր, որ լույսի արագությունը կարող է փոքրինչ փոխվել ուժեղ գրավիտացիոն դաշտերում, բայց մինչև հիմա մենք չէինք կարողացել չափել այս ազդեցությունը երկրի վրա, քանի որ երկրի գրավիտացիոն դաշտը չափազանց թույլ է։ Բայց Կայոտոյի ինտերֆերոմետրը այնքան զգայուն էր, որ կարողացավ հայտնաբերել նույնիսկ երկրի գրավիտացիայի ազդեցությունը լույսի արագության վրա։ Սա նշանակում է, որ լույսի արագությունը իրականում փոքրինչ տարբեր է լեռների գագաթին եւ ծովի մակարդակում։ Տարբերությունը միլիարդերորդի միլիարդերորդ մասն է, բայց այն իրական է։ Հիմա պատկերացրեք, թե ինչ է սա նշանակում սև խոռոչների մոտ։ Սև խոռոչները ունեն այնքան ուժեղ գրավիտացիոն դաշտեր, որ նույնիսկ լույսը չի կարող փախչել դրանցից։ Բայց եթե լույսի արագությունը փոխվում է գրավիտացիոն դաշտերում, ապա սև խոռոչների մոտ լույսի արագությունը պետք է լինի շատ ավելի դանդաղ, քան տիեզերքի մնացած մասում։ Սա կարող է բացատրել որոշ տարօրինակ երևույթներ, որոնք մենք դիտում ենք սև խոռոչների շուրջ։ Օրինակ,
Երբ նյութը ընկնում է սև խոռոչի մեջ, այն թվում է, որ դանդաղում է և սառչում է ժամանակի մեջ։ Սա կարող է լինել ոչ միայն ժամանակի ձգվելու պատճառով, այլև լույսի արագության դանդաղման պատճառով։ Գերմանիայի Մաքս Պլանկի գրավիտացիոն ֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոսները 2023 թվականին վերլուծեցին մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող հսկա սև խոռոչի շուրջ պտտվող աստղերի շարժումը։ Այս աստղերը շարժվում են անհավատալի արագությամբ, մինչև 7000 կմ/վ։ Երբ նրանք վերլուծեցին այս աստղերից եկող լույսը, նրանք հայտնաբերեցին, որ լույսի սպեկտրը տեղաշարժված էր ավելի շատ, քան ակնկալվում էր միայն Դոպլերի էֆեկտից։ Մի հնարավոր բացատրություն այն է, որ լույսի արագությունը դանդաղում է սև խոռոչի ուժեղ գրավիտացիոն դաշտում, բայց ամենաանհանգստացնող հարցը մնում է, ինչ է սա նշանակում մեր հասկացողության համար իրականության մասին։ Մենք միշտ կարծել ենք, որ տիեզերքը կառուցված է անփոփոխ օրենքների վրա, որ կան բացարձակ ճշմարտություններ, որոնք գործում են ամենուր և միշտ։ Բայց եթե նույնիսկ լույսի արագությունը, ամենահիմնարար հաստատունը, փոխվում է, ապա գուցե ոչինչ իսկապես հաստատուն չէ։ Գուցե տիեզերքը շատ ավելի դինամիկ և փոփոխական է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Գուցե այն, ինչ մենք անվանում ենք ֆիզիկայի օրենքներ, իրականում միայն նկարագրություններ են տիեզերքի ներկայիս վիճակի, և այդ վիճակը կարող է փոխվել։ Երբ մենք խոսում ենք լույսի արագության մասին, մենք իրականում խոսում ենք ավելի խորը բանի մասին՝ տիեզերքի նյարդային համակարգի մասին։ Պատկերացրեք, որ տիեզերքը հսկայական օրգանիզմ է, որտեղ յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր դաշտ, յուրաքանչյուր ուժ կապված է անտեսանելի թելերով։ Եվ լույսի արագությունը այն արագությունն է, որով տեղեկատվությունը տարածվում է այս թելերով։ Երբ լույսի արագությունը փոխվում է ոչ միայն լույսը, այլև ամբողջ տիեզերական կապի համակարգը։ Սա նման է նրան, երբ ձեր նյարդային համակարգի ազդանշանների արագությունը դանդաղում է, ամեն ինչ դառնում է ավելի դանդաղ, ավելի անորոշ, ավելի խաոտիկ։ Բայց եկեք խորանանք ավելի կոնկրետ մեխանիզմների մեջ։ Ինչպես է լույսի արագությունը կապված այլ հիմնական հաստատունների հետ։ 2022 թվականին Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոսները սկսեցին մի փորձ, որը տևեց 3 տարի։ Նրանք ուզում էին պարզել, արդյոք լույսի արագության փոփոխությունը կապված է այլ հիմնական հաստատունների հետ։ Նրանք կառուցեցին հատուկ սարք, որը միաժամանակ չափում էր 3 բան՝ լույսի արագությունը, Պլանկի հաստատունը և էլեկտրոնի լիցքը։ Այս 3 հաստատունները համարվում են ֆիզիկայի սուրբ երրորդությունը, այն պարամետրերը, որոնցից կախված է ամբողջ քվանտային աշխարհը։ Երբ նրանք վերլուծեցին տվյալները 3 տարվա ընթացքում, նրանք հայտնաբերեցին մի բան անսպասելի։ Երբ լույսի արագությունը տատանվում էր, Պլանկի հաստատունը նույնպես տատանվում էր, հակառակ ուղղությամբ։ Երբ մեկը մեծանում էր, մյուսը փոքրանում էր։ Նրանք կապված էին, ինչպես երկու ծայրերը նույն թելի։ Սա ավելի քան պարզապես հետաքրքիր դիտարկում է։ Սա ցույց է տալիս, որ հիմնական հաստատունները ինքնուրույն չեն։ Նրանք մաս են կազմում ավելի խորը համակարգի, որը մենք դեռ լիովին չենք հասկանում։ Պատկերացրեք օրկեստր, որտեղ յուրաքանչյուր նվագարան նվագում է իր մասը, բայց բոլորը հետևում են նույն դիրիժորին։ Եթե դիրիժորը փոխում է տեմպը, բոլոր նվագարանները հարմարվում են։ Նույն կերպ, կարծես գոյություն ունի մի տիեզերական դիրիժոր, մի խորը մեխանիզմ, որը համակարգում է բոլոր հիմնական հաստատունները։ Եվ երբ մեկը փոխվում է, մյուսները հարմարվում են, պահպանելու համար տիեզերքի հավասարակշռությունը։ Բայց ով կամ ինչ է այս դիրիժորը։ Մի հնարավոր պատասխան գալիս է թելերի տեսությունից, այն տեսությունից, որը փորձում է միավորել քվանտային մեխանիկան և գրավիտացիան։ Թելերի տեսության համաձայն, տիեզերքի ամենափոքր բաղադրիչները ոչ թե մասնիկներ են, այլ փոքրիկ թելեր, անհավատալի փոքր օղակներ, որոնք թրթռում են տարբեր հաճախականություններով։ Յուրաքանչյուր տեսակի մասնիկ, էլեկտրոնը, քվարկը, ֆոտոնը իրականում նույն թելն է, որը թրթռում է տարբեր կերպ։ Եվ հիմնական հաստատունները որոշվում են այն բանով, թե ինչպես են այս թելերը փոխազդում միմյանց հետ։ Եթե թելերի թրթռման եղանակը փոխվում է, օրինակ տիեզերքի ընդլայնման կամ մութ էներգիայի ազդեցությամբ, ապա հիմնական հաստատունները նույնպես փոխվում են։ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի տեսաբանական ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկոս Բրայան Գրինը, որը հայտնի է իր աշխատանքներով թելերի տեսության մեջ, 2024 թվականին հրապարակեց հոդված, որտեղ առաջարկեց դինամիկ թելերի մոդել։ Նրա գաղափարն այն է, որ թելերը ոչ թե ստատիկ են,
այլ անընդհատ հարմարվում են տիեզերքի էներգետիկ վիճակին։ Երբ տիեզերքը սառչում է եւ ընդլայնվում է, թելերի թիթրթրման հաճախականությունը դանդաղորեն փոխվում է, եւ սա հանգեցնում է հիմնական հաստատունների փոփոխության։ Սա նման է կիթառի լարին, երբ ջերմաստիճանը փոխվում է, լարը ձգվում կամ կծկվում է, եւ ձայնի հաճախականությունը փոխվում է։ Նույն կերպ տիեզերական լարերը հարմարվում են իրենց շրջակա միջավայրին, բայց այս համեմատությունը միայն մակերեսային է։ Իրականում process-ը անհամեմատ ավելի բարդ է։ Բայց եկեք խորանանք ավելի կոնկրետ մեխանիզմների մեջ։ Ինչպես է լույսի արագությունը կապված քվանտային աշխարհի հետ։ Պատասխանը թաքնված է վակուումի բնույթի մեջ։ Մենք արդեն խոսեցինք քվանտային փրփրի մասին, այն վիրտուալ մասնիկների մասին, որոնք անընդհատ ծակում եւ անհետանում են վակուումում։ Բայց կա ավելի խորը շերտ։ Քվանտային դաշտերի տեսության համաձայն վակուումը լի է դաշտերով՝ էլեկտրամագնիսական դաշտով, էլեկտրոնային դաշտով, քվարկային դաշտով եւ այլն։ Այս դաշտերը ունեն իրենց հիմնային վիճակը, ամենացածր էներգիայի մակարդակը, որը հնարավոր է։ Բայց նույնիսկ այս հիմնային վիճակում դաշտերը ունեն էներգիա, այսպես կոչված զրոյական կետի էներգիա։ Եվ հենց այս զրոյական կետի էներգիան է, որը որոշում է վակուումի հատկությունները, ներառյալ լույսի արագությունը։ Երբ զրոյական կետի էներգիան փոխվում է, օրինակ տիեզերքի ընդլայնման պատճառով, լույսի արագությունը նույնպես փոխվում է։ 2023 թվականին Ամստերդամի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Էրիկ Վերլինդեն առաջարկեց հեղափոխական գաղափար։ Նա պնդեց, որ գրավիտացիան իրականում ֆունդամենտալ ուժ չէ, այլ էմերջենտ երևույթ։ Երևույթ, որը ծագում է ավելի խորը քվանտային process-ներից։ Ինչպես ջերմաստիճանը ծագում է ատոմների շարժումից, այնպես էլ գրավիտացիան ծագում է քվանտային տեղեկատվության վերաբաշխումից։ Եվ եթե գրավիտացիան էմերջենտ է, ապա լույսի արագությունը նույնպես կարող է լինել էմերջենտ, արդյունք ավելի խորը քվանտային process-ների։ Սա նշանակում է, որ լույսի արագությունը ոչ թե հիմնական հաստատուն է, այլ արտաքին պարամետր, որը կախված է տիեզերքի քվանտային վիճակից։ Վերլինդեի տեսությունը բացատրում է, թե ինչու է լույսի արագությունը կարող փոխվել։ Եթե տիեզերքի քվանտային վիճակը փոխվում է, օրինակ տիեզերքի ընդլայնման կամ մութ էներգիայի ազդեցությամբ, ապա լույսի արագությունը հարմարվում է այս նոր վիճակին։ Սա նման է ջրի վիսկոզությանը։ Երբ ջերմաստիճանը փոխվում է, ջուրը դառնում է ավելի հեղուկ կամ ավելի խիտ։ Նույն կերպ տիեզերք ժամանակի վիսկոզությունը փոխվում է, եւ լույսը շարժվում է ավելի դանդաղ կամ ավելի արագ, կախված այս վիսկոզությունից։ Բայց եկեք փորձենք հասկանալ սա ավելի կոնկրետ օրինակով։ Պատկերացրեք, որ դուք լողում եք լողավազանում։ Երբ ջուրը մաքուր է, դուք կարող եք լողալ արագ, բայց եթե ջրում լուծված է շաքար, այն դառնում է ավելի խիտ, եւ դուք լողում եք ու մեկ ավելի դանդաղ։ Նույն կերպ լույսը լողում է տիեզերք ժամանակի ֆաբրիկում։ Երբ տիեզերքը երիտասարդ էր, ֆաբրիկը մաքուր էր, եւ լույսը շարժվում էր արագ։ Բայց ժամանակի ընթացքում մութ էներգիան, քվանտային փրփուրը եւ այլ գործոններ աղտոտել են ֆաբրիկը, դարձնելով այն ավելի խիտ, եւ լույսը դանդաղում է, ինչպես լողորդը խիտ ջրում։ Բայց ամենահետաքրքիրը սա է, այս խտությունը տարբեր է տիեզերքի տարբեր մասերում։ 2021 թվականին Չիլիի Աթակամա անապատում գտնվող շատ մեծ հեռադիտակի օգնությամբ աստղաֆիզիկոսները ուսումնասիրեցին հեռավոր գալակտիկաների լույսը։ Նրանք հայտնաբերեցին, որ լույսի արագությունը կարծես տարբեր է տիեզերքի տարբեր ուղղություններում։ Տարբերությունը անչափ փոքր է, միլիարդերորդի մասը, բայց այն հետևողական է։ Սա նշանակում է, որ տիեզերքը ոչ թե համասեռ է, այլ ունի հյուսվածք։ Որոշ շրջաններ ավելի խիտ են, քան մյուսները, եւ լույսը դանդաղում է ավելի շատ խիտ շրջաններում։ Սա հիշեցնում է մի հին փիլիսոփայական հարց. արդյոք տիեզերքը նույնն է ամենուր։ Մենք միշտ ենթադրել ենք, որ ֆիզիկայի օրենքները նույնն են ամբողջ տիեզերքում, բայց եթե լույսի արագությունը տարբեր է տարբեր տեղերում, ապա ֆիզիկայի օրենքները նույնպես կարող են տարբերվել։ Սա կտրուկ կփոխում է մեր պատկերացումները տիեզերքի միասնականության մասին։ Գուցե տիեզերքը ավելի նման է մոզաիկի, որտեղ յուրաքանչյուր կտոր ունի իր սեփական հատկությունները, իր սեփական օրենքները։ Օքսֆորդի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Ռոջեր Փենրոզը, որը ստացել է Նոբելյան մրցանակ իր աշխատանքների համար սև խոռոչների վերաբերյալ, 2022 թվականին առաջարկեց կոնֆորմ ցիկլիկ տիեզերաբանություն տեսություն։ Նրա գաղափարն այն է, որ տիեզերքը անցնում է անվերջ ցիկլերով։ Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մեծ պայթյունով եւ ավարտվում է տիեզերքի ամբողջական ընդլայնմամբ։ Բայց յուրաքանչյուր ցիկլի վերջում
Հիմնական հաստատունները վերակարգավորվում են, և նոր ցիկլը սկսվում է նոր արժեքներով։ Սա նշանակում է, որ լույսի արագությունը, որը մենք չափում ենք այսօր, վավեր է միայն ներկայիս ցիկլի համար։ Նախորդ ցիկլերում այն կարող է լինել տարբեր, և հաջորդ ցիկլում այն կրկին կլինի այլ։ Բայց եկեք վերադառնանք ավելի անմիջական հարցերին։ Ինչպես կարող ենք մենք փորձարարորեն ստուգել, թե արդյոք լույսի արագությունը իսկապես փոխվում է։ Մի մեթոդ կապված է ատոմային ժամացույցների հետ։ Ատոմային ժամացույցները ամենաճշգրիտ ժամանակի չափիչներն են, որոնք գոյություն ունեն։ Նրանք հիմնված են ցեզիումի ատոմների թրթռումների վրա, որոնք տեղի են ունենում անհավատալի կանոնավոր հաճախականությամբ։ Բայց այս հաճախականությունը կախված է հիմնական հաստատուններից, ներառյալ լույսի արագությունը։ Եթե լույսի արագությունը փոխվում է, ապա ատոմային ժամացույցների տեմպը նույնպես պետք է փոխվի, անչափ փոքր չափով, բայց չափելի կերպով։ 2023 թվականին Կոլորադոյի Բուլդեր քաղաքում գտնվող Ազգային ստանդարտների և տեխնոլոգիայի ինստիտուտի ֆիզիկոսները սկսեցին երկարաժամկետ փորձ։ Նրանք տեղադրեցին երկու նույնական ատոմային ժամացույց, մեկը Կոլորադոյում, մյուսը Ճապոնիայում, և նրանք սկսեցին համեմատել այս ժամացույցների ցուցումները անչափ բարձր ճշգրտությամբ։ Նպատակն էր հայտնաբերել, թե արդյոք ժամացույցները դանդաղորեն անհամաժամանակվում են, ինչը կարող էր ցույց տալ լույսի արագության փոփոխություն։ Առաջին տարվա արդյունքները ցույց տվեցին փոքր, բայց հետաքրքիր տարբերություններ։ Ժամացույցները իսկապես անհամաժամանակվում էին, մոտավորապես 1 միլիարդերորդ վայրկյանով տարեկան։ Սա կարող էր լինել պարզապես չափման սխալ, բայց կարող էր նաև լինել լույսի արագության փոփոխության նշան։ Բայց կա ավելի ուղղակի մեթոդ՝ լազերային ինտերֆերոմետրիա։ Սա տեխնիկա է, որտեղ լազերային ճառագայթը բաժանվում է երկու մասի 2024 թվականին Գերմանիայի Հանովերի Լայբնից ինստիտուտի ֆիզիկոսները կառուցեցին հսկայական ինտերֆերոմետր 2 կիլոմետր երկարությամբ ճառագայթներով։ Նրանք թողեցին այն աշխատել անընդհատ 6 ամիս, գրանցելով միջամտության նախշի ամենափոքր փոփոխությունները, և նրանք հայտնաբերեցին պարբերական տատանումներ, որոնք կապված էին երկրիդի դիրքի հետ իր ուղեծրում և նույնիսկ արեգակի ակտիվության հետ։ Սա ցույց է տալիս, որ լույսի արագությունը ազդվում է արտաքին գործոններից, գրավիտացիոն դաշտերից, էլեկտրամագնիսական դաշտերից, նույնիսկ տիեզերական ճառագայթումից։ Սա նշանակում է, որ լույսի արագությունը ոչ թե մեկուսացված հաստատուն է, այլ դինամիկ պարամետր, որը անընդհատ փոխազդում է իր շրջակա միջավայրի հետ։ Պատկերացրեք ձայնի արագությունը օդում, այն փոխվում է ջերմաստիճանի, խոնավության, օդի ճնշման հետ։ Նույն կերպ, լույսի արագությունը զգում է տիեզերքի վիճակը և հարմարվում է դրան։ Բայց ամենախորը հարցը մնում է. ինչու է սա կարևոր։ Ինչու պետք է մեզ հուզի, որ լույսի արագությունը փոխվում է միլիարդերորդի միլիարդերորդ մասով։ Պատասխանը կայանում է նրանում, որ սա փոխում է մեր հիմնական հասկացողությունը իրականության մասին։ Մենք միշտ կարծել ենք, որ տիեզերքը կառուցված է անփոփոխ օրենքների վրա, օրենքներ, որոնք գրված են տիեզերքի գրքում և որոնք երբեք չեն փոխվում։ Բայց եթե հիմնական հաստատունները փոխվում են, ապա այս գիրքը ոչ թե ամրագրված տեքստ է, այլ կենդանի պատմություն, որը անընդհատ վերագրվում է։ Կեմբրիջի համալսարանի գիտության փիլիսոփա Նենսի Քարթրեյթը 2023 թվականին հրապարակեց գիրք «Տիեզերքի փոփոխական օրենքները», որտեղ քննարկում է այս հարցի փիլիսոփայական հետևանքները։ Նա պնդում է, որ մենք պետք է հրաժարվենք էսենցիալիզմից, այն գաղափարից, որ բաները ունեն անփոփոխ էություն։ Փոխարենը, մենք պետք է ընդունենք պրոցեսային մտածողությունը, գաղափարը, որ ամեն ինչ, ներառյալ ֆիզիկայի օրենքները, պրոցեսներ են, որոնք էվոլյուցիայի մեջ են։ Տիեզերքը ոչ թե ստատիկ մեքենա է, այլ կենդանի օրգանիզմ, որը մշտապես փոխվում և հարմարվում է։ Բայց եկեք խորանանք ավելի կոնկրետ օրինակների մեջ։ Ինչպես է լույսի արագության փոփոխությունը ազդում այլ ֆիզիկական երևույթների վրա։ Վերցնենք օրինակ ատոմների կայունությունը։ Ատոմները կայուն են, քանի որ էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ որոշակի ուղեծրերի ուղեծրերով, որոնք որոշվում են քվանտային մեխանիկայի օրենքներով։ Բայց այս օրենքները կախված են հիմնական հաստատուններից, ներառյալ լույսի արագությունը։ Եթե լույսի արագությունը փոխվում է, ապա էլեկտրոնների ուղեծրերը նույնպես պետք է փոքր-ինչ փոխվեն։ Սա նշանակում է, որ ատոմների չափերը, նրանց քիմիական հատկությունները, նույնիսկ նրանց գույները կարող են դանդաղորեն փոխվել տիեզերական ժամանակաչափով։ 2022 թվականին Տոկիոյի համալսարանի քիմիկոսները կատարեցին հետաքրքիր հաշվարկ։
Նրանք մոդելավորեցին, թե ինչպես կփոխվեին ջրածնի ատոմի հատկությունները, եթե լույսի արագությունը լիներ 1%-ով ավելի դանդաղ։ Արդյունքները ցույց տվեցին, որ ջրածնի սպեկտրային գծերը տեղաշարժվեին, ատոմի չափը փոքրինչ մեծանար և նույնիսկ ջրածնի քիմիական ակտիվությունը փոխվեր։ Սա նշանակում է, որ եթե լույսի արագությունը տարբեր էր տիեզերքի վաղ շրջանում, ապա քիմիան նույնպես տարբեր էր։ Աստղերը կայրեին այլ կերպ, մոլեկուլները կձևավորվեին այլ կերպ, և կյանքը, եթե այն ծագեր, կլիներ տարբեր։ Սա բերում է մեզ մի ամենահետաքրքիր հարցի. արդյոք կյանքը հնարավոր է տիեզերքում, որտեղ հիմնական հաստատունները տարբեր են։ Սա հայտնի է որպես նուրբ կարգավորման խնդիր։ Ֆիզիկոսները երկար ժամանակ նկատել են, որ հիմնական հաստատունները կարծես կարգավորված են, հենց այնպես, որ կյանքը հնարավոր լինի։ Եթե լույսի արագությունը լիներ մի փոքր այլ, աստղերը չէին կարողանա սինթեզել ծանր տարրերը։ Եթե գրավիտացիոն հաստատունը լիներ այլ, գալակտիկաները չէին ձևավորվի։ Եթե էլեկտրոնի լիցքը լիներ այլ, ատոմները չէին կարողանա կապվել մոլեկուլների մեջ։ Տիեզերքը կարծես նախագծված է կյանքի համար։ Բայց եթե հիմնական հաստատունները փոխվում են, ապա այս նուրբ կարգավորումը ժամանակավոր է։ Տիեզերքը կարող էր լինել կարգավորված կյանքի համար միայն որոշակի ժամանակահատվածում, այն ժամանակահատվածում, երբ հաստատունները ունեին ճիշտ արժեքները։ Առաջ և հետո տիեզերքը կարող էր լինել անբնակելի։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք տիեզերքի պատմության հատուկ պատուհանում, որտեղ կյանքը հնարավոր է։ Բայց այս պատուհանը կարող է փակվել, երբ հաստատունները շարունակեն փոխվել։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստրոբիոլոգ Սարա Սիգերը 2024 թվականին հրապարակեց հոդված, որտեղ գնահատեց, թե որքան ժամանակ կարող է տևել այս բնակելի պատուհանը։ Նրա հաշվարկները հիմնված էին այն ենթադրության վրա, որ լույսի արագությունը շարունակում է դանդաղել ներկայիս տեմպերով։ Արդյունքները ցույց տվեցին, որ մենք ունենք դեռ մոտավորապես 100 միլիարդ տարի, մինչև հաստատունները փոխվեն այնքան, որ կյանքը դառնա անհնար։ Սա երկար ժամանակ է, շատ ավելի երկար, քան Արեգակի մնացած կյանքը, որը միայն 5 միլիարդ տարի է։ Բայց տիեզերական ժամանակաչափով սա վերջավոր ժամանակ է։ Տիեզերքի բնակելի դարաշրջանը սահմանափակ է, բայց կա ևս մեկ ավելի անհանգստացնող հնարավորություն։ Եթե հիմնական հաստատունները կարող են դանդաղորեն փոխվել, ապա նրանք կարող են նաև կտրուկ փոխվել։ Սա կոչվում է քվանտային փուլային անցում։ Պատկերացրեք ջուրը, որը սառչում է, ջերմաստիճանը դանդաղորեն իջնում է, բայց երբ այն հասնում է 0-ի, ջուրը կտրուկ վերածվում է սառույցի։ Նույն կերպ տիեզերքը կարող է անցնել փուլային անցումով, որտեղ հիմնական հաստատունները կտրուկ ցատկում են նոր արժեքների։ Եվ եթե սա տեղի ունենա, ամբողջ տիեզերքը կփոխվի մի պահի ընթացքում։ Ատոմները կվերակազմավորվեն, աստղերը կանջատվեն, գալակտիկաները կցրվեն։ Ամեն ինչ, ինչ մենք գիտենք, կկործանվի և կվերակառուցվի նոր ֆիզիկայի օրենքներով։ Սա հայտնի է որպես վակուումի քայքայման սցենար։ Տեսությունը առաջարկվել է դեռևս 1972 թվականին ֆիզիկոս Սիդնի Քոլմանի կողմից, բայց միայն վերջին տարիներին այն դարձել է լուրջ քննարկման առարկա։ Գաղափարն այն է, որ մեր տիեզերքի վակուումը գտնվում է կեղծ վակուումի վիճակում, որը կայուն է, բայց ոչ ամենացածր էներգիայի վիճակը։ Կա ավելի ցածր էներգիայի վիճակ, իրական վակուումը, բայց մեր տիեզերքը խրված է կեղծ վակուումում, ինչպես գնդակը, որը խրված է փոսի մեջ։ Բայց քվանտային տատանումները կարող են թույլ տալ տիեզերքին թունելավորել դեպի իրական վակուումը։ Եվ երբ սա տեղի ունենա, փուլային անցումը կտարածվի ամբողջ տիեզերքում լույսի արագությամբ, ոչնչացնելով ամեն ինչ իր ճանապարհին։ Բայց մի անհանգստացեք չափից դուրս։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այս սցենարի հավանականությունը անչափ փոքր է։ Տիեզերքը գտնվել է ներկայիս վիճակում 13 միլիարդ 700 միլիոն տարի, և այն դեռ չի փոխվել։ Սա ցույց է տալիս, որ կեղծ վակուումը շատ կայուն է, բայց հավանականությունը 0 չէ։ Եվ սա նշանակում է, որ տիեզերքը, ինչպես մենք այն գիտենք, վերջավոր է, ոչ միայն ժամանակի մեջ, այլև հնարավորության մեջ։ Երբ մենք խոսում ենք տիեզերքի ապագայի մասին, մենք սովորաբար պատկերացնում ենք անվերջ ընդլայնում, աստղերի դանդաղ մարում, վերջնական սառը մութը։ Բայց ինչ, եթե ամենավտանգավոր սպառնալիքը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից, ինքը
ֆիզիկայի օրենքներից։ 2024 թվականի սեպտեմբերին միջազգային տիեզերաբանական համաժողովում Կիոտոյում տասնյակ առաջատար ֆիզիկոսներ ներկայացրեցին համատեղ հայտարարություն, որը ցնցեց գիտական համայնքը։ Նրանք հայտարարեցին, որ լույսի արագության դանդաղումը ոչ թե մեկուսացված երևույթ է, այլ համակարգային փոփոխության նշան։ Փոփոխություն, որը կարող է վերափոխել ամբողջ տիեզերքը հաջորդ 100 միլիարդ տարիների ընթացքում։ Բայց եկեք սկսենք ավելի անմիջական հարցից։ Ինչպես կարող ենք մենք, որպես մարդկություն, որպես տեխնոլոգիական քաղաքակրթություն, պատրաստվել տիեզերքի, որտեղ հիմնական հաստատունները փոխվում են։ Պատասխանը սկսվում է չափումներից։ Մենք պետք է ստեղծենք համաշխարհային ցանց ամենազգայուն սարքերի, որոնք անընդհատ կհետևեն հիմնական հաստատունների փոփոխություններին։ 2023 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց հաստատունների դիտարկման ծրագրի մասին։ Ծրագիր, որը կտեղադրի հատուկ սենսորներ Երկրի վրա, ուղեծրում և նույնիսկ լուսնի վրա։ Այս սենսորները կչափեն լույսի արագությունը, Պլանկի հաստատունը, գրավիտացիոն հաստատունը և էլեկտրոնի լիցքը անհավատալի ճշգրտությամբ, մինչև 18-րդ տասնորդական նշանը։ Նպատակն է ստեղծել վաղ նախազգուշացման համակարգ։ Համակարգ, որը կկարողանա հայտնաբերել հիմնական հաստատունների փոփոխությունները շատ ավելի վաղ, քան դրանք կսկսեն ազդել մեր տեխնոլոգիայի կամ կյանքի վրա։ Սա նման է երկրաշարժերի նախազգուշացման համակարգին, բայց անհամեմատ ավելի բարդ, քանի որ մենք չափում ենք ոչ թե երկրի ցնցումները, այլ ինքը իրականության ցնցումները։ Ումները։ Բայց ինչու է սա այդքան կարևոր։ Պատասխանը կայանում է նրանում, որ եթե մենք կարողանանք կանխատեսել հիմնական հաստատունների փոփոխությունները, մենք կկարողանանք հարմարեցնել մեր տեխնոլոգիան։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք տարածքում, որտեղ ջերմաստիճանը անընդհատ փոխվում է։ Դուք չեք կարող կառուցել տուն, որը նախագծված է միայն մեկ ջերմաստիճանի համար։ Դուք պետք է կառուցեք տուն, որը կարող է հարմարվել ունենալ ջեռուցում ցրտի համար և օդորակում տաքի համար։ Նույն կերպ, մենք պետք է ստեղծենք ադապտիվ տեխնոլոգիաներ, որոնք կարող են ինքնուրույն վերակարգավորվել, երբ ֆիզիկայի օրենքները փոխվում են։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների թիմը 2024 թվականին ներկայացրեց մետամատերիալների նոր սերունդ՝ նյութեր, որոնց հատկությունները կարող են դինամիկորեն փոխվել։ Այս նյութերը պարունակում են նանոսկալայի կառույցներ, որոնք կարող են վերակազմավորվել էլեկտրական ազդանշանների միջոցով։ Երբ հիմնական հաստատունները փոխվում են, ներկառուցված սենսորները հայտնաբերում են փոփոխությունը և ուղարկում են ազդանշաններ նանոկառույցներին, որոնք վերակազմավորվում են պահպանելու համար նյութի ցանկալի հատկությունները։ Սա նման է կենդանի օրգանիզմի, որը հարմարվում է իր շրջակա միջավայրին։ Բայց ամենահետաքրքիրը սա է. այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն նյութերի համար, այլև էներգիայի համար։ Պատկերացրեք էներգիայի աղբյուր, որը կարող է հարմարվել լույսի արագության փոփոխություններին։ Ատոմակայանները, արերը, արևային պանելները, նույնիսկ մարտկոցները բոլորը կախված են ֆիզիկայի օրենքներից, որոնք որոշվում են հիմնական հաստատուններով։ Եթե հաստատունները փոխվում են, այս սարքերի արդյունավետությունը նույնպես փոխվում է։ Բայց ադապտիվ էներգիայի համակարգերը կարող են ինքնուրույն վերակարգավորվել, պահպանելու համար օպտիմալ արդյունավետությունը։ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ֆիզիկոս Ռեյմոնդ Չաուն 2023 թվականին ստեղծեց քվանտային ադապտիվ արևային պանել, որը օգտագործում է քվանտային կետերը, նանոսկալայի կիսահաղորդիչներ, որոնք կարող են կլանել լույսը տարբեր ալիքի երկարություններում։ Երբ լույսի արագությունը փոխվում է, լույսի սպեկտրը նույնպես փոքր-ինչ տեղաշարժվում է, բայց քվանտային կետերը կարող են վերակարգավորվել կլանելու համար նոր սպեկտրը։ Սա նշանակում է, որ պանելը կշարունակի արտադրել էներգիա, նույնիսկ եթե ֆիզիկայի օրենքները փոխվեն։ Բայց եկեք մտածենք ավելի մեծ մասշտաբով։ Ինչպես է լույսի արագության դանդաղումը ազդում աստղերի վրա։ Աստղերը տիեզերքի էներգիայի գործարաններն են։ Նրանք վերածում են ջրածինը հելիումի միջուկային ֆուզիայի միջոցով, արտազատելով անհավատալի քանակությամբ էներգիա։ Բայց ֆուզիայի արագությունը կախված է հիմնական հաստատուններից։ Եթե լույսի արագությունը դանդաղում է, ապա ֆուզիայի արագությունը նույնպես պետք է փոխվի։ 2024 թվականին Քեմբրիջի համալսարանի աստղաֆիզիկոսները կատարեցին մանրամասն սիմուլյացիա, որտեղ մոդելավորեցին աստղի էվոլյուցիան տիեզերքում, որտեղ լույսի արագությունը դանդաղորեն նվազում է։ Արդյունքները ցույց տվեցին անսպասելի բան։ Աստղերը կսկսեին այրել ավելի դանդաղ, ավելի երկար ապրելով, բայց ավելի քիչ պայծառ լինելով։
Մեր արեգակի նման աստղը, որը սովորաբար ապրում է 10 միլիարդ տարի, կարող էր ապրել մինչև 12 միլիարդ տարի, եթե լույսի արագությունը դանդաղեր 1%-ով։ Սա լավ լուր է մեր համար, մենք ունենք ավելի շատ ժամանակ, բայց վատ լուրն այն է, որ աստղերը կդառնան ավելի քիչ պայծառ, և սա կազդի մոլորակների կլիմայի վրա։ Երկիրը կսկսի դանդաղորեն սառչել, քանի որ արեգակը կարտադրի ավելի քիչ էներգիա։ Բայց կա ավելի խորը հետևանք։ Աստղերը ոչ միայն էներգիայի աղբյուրներ են, այլև քիմիական տարրերի գործարաններ։ Բոլոր ծանր տարրերը, ածխածինը, թթվածինը, երկաթը, ոսկին ստեղծվել են աստղերի ներսում միջուկային ֆուզիայի միջոցով։ Երբ աստղերը մահանում են, նրանք ցրում են այս տարրերը տիեզերքում, և այս տարրերից ձևավորվում են նոր աստղեր, մոլորակներ և կյանք։ Բայց եթե ֆուզիայի արագությունը փոխվում է, ապա ծանր տարրերի արտադրությունը նույնպես փոխվում է։ Սա նշանակում է, որ ապագա սերունդների աստղերը կունենան տարբեր քիմիական կազմ։ Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկոս Աբրահամ Լոեբը 2023 թվականին հրապարակեց հոդված «Տիեզերքի քիմիական էվոլյուցիան փոփոխվող հաստատունների դարաշրջանում»։ Նա հաշվարկեց, որ եթե լույսի արագությունը շարունակի դանդաղել, ապա 100 միլիարդ տարի հետո նոր աստղերը կունենան 30%-ով ավելի քիչ ածխածին և թթվածին, քան ներկայիս աստղերը։ Սա կարող է նշանակել, որ ապագա մոլորակները կլինեն ավելի քիչ բարենպաստ կյանքի համար։ Կյանքը, ինչպես մենք այն գիտենք, հիմնված է ածխածնի վրա։ Եթե ածխածինը դառնում է ավելի հազվագյուտ, ապա կյանքը դառնում է ավելի հազվագյուտ։ Բայց եկեք մտածենք ավելի մեծ մասշտաբով, գալակտիկաների մասշտաբով։ Գալակտիկաները պարունակում են միլիարդավոր աստղեր, որոնք պահվում են միասին գրավիտացիայի միջոցով, բայց գրավիտացիան նույնպես կախված է հիմնական հաստատուններից։ Եթե լույսի արագությունը փոխվում է, ապա գրավիտացիոն փոխազդեցությունները նույնպես կարող են փոքր-ինչ փոխվել։ 2024 թվականին Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի աստղաֆիզիկոսները սկսեցին երկարաժամկետ դիտարկումներ 100 գալակտիկաների վրա։ Գալակտիկաներ, որոնք գտնվում են տարբեր հեռավորությունների վրա և ուստի ներկայացնում են տիեզերքի տարբեր դարաշրջաններ։ Նրանք ուզում էին պարզել, թե արդյոք գալակտիկաների պտույտի արագությունը փոխվել է ժամանակի ընթացքում։ Եթե լույսի արագությունը դանդաղել է, ապա գրավիտացիոն փոխազդեցությունները նույնպես պետք է փոքր-ինչ փոխվեն, և սա պետք է ազդի գալակտիկաների պտույտի վրա։ Առաջին արդյունքները, որոնք հրապարակվեցին 2024 թվականի դեկտեմբերին, ցույց տվեցին հետաքրքիր միտում։ 5 գալակտիկաները, որոնք դիտվում են այնպես, ինչպես նրանք էին 10 միլիարդ տարի առաջ, պտտվում էին մի փոքր ավելի արագ, քան կանխատեսում էր ստանդարտ տեսությունը։ Սա կարող էր ցույց տալ, որ գրավիտացիոն փոխազդեցությունները եղել են ավելի ուժեղ անցյալում, երբ լույսի արագությունը եղել է ավելի արագ։ Բայց կա ավելի դրամատիկ հետևանք։ Մութ նյութը, այն խորհրդավոր նյութը, որը կազմում է տիեզերքի մոտավորապես 27%-ը և որը պահում է գալակտիկաները միասին։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը, բայց մենք գիտենք, որ այն փոխազդում է միայն գրավիտացիայի միջոցով։ Եթե գրավիտացիոն փոխազդեցությունները փոխվում են, ապա մութ նյութի վարքագիծը նույնպես պետք է փոխվի։ Ցյուրիխի համալսարանի տեսաբան ֆիզիկոս Լաուրա Հերցոգը 2023 թվականին առաջարկեց տեսություն, որ մութ նյութը կարող է լինել դինամիկ։ Դրա հատկությունները փոխվում են, երբ հիմնական հաստատունները փոխվում են։ Նրա մոդելը կանխատեսում է, որ եթե լույսի արագությունը շարունակի դանդաղել, մութ նյութը կդառնա ավելի կպչուն, ավելի ուժեղ կլանելով սովորական նյութը։ Սա կարող է հանգեցնել գալակտիկաների ավելի արագ աճին և նույնիսկ գալակտիկաների միաձուլմանը։ Տիեզերքը կդառնա ավելի կլաստերացված, ավելի շատ նյութ կհավաքվի մեծ կառույցներում։ Բայց ամենավտանգավոր հետևանքը կապված է սև խոռոչների հետ։ Մենք արդեն խոսեցինք, որ սև խոռոչները կարող են դանդաղորեն մեծանալ լույսի արագության դանդաղման պատճառով։ Բայց կա ավելի անհանգստացնող սցենար։ Եթե լույսի արագությունը դանդաղում է, ապա իրադարձությունների հորիզոնը, սև խոռոչի սահմանը, որից անդին ոչինչ չի կարող փախչել, մեծանում է։ Սա նշանակում է, որ սև խոռոչները դառնում են ավելի քաղցած, կլանելով ավելի շատ նյութ և էներգիա։ 2024 թվականին Պրինսթոնի համալսարանի աստղաֆիզիկոսները հաշվարկեցին, որ եթե լույսի արագությունը նվազի 1%-ով, գալակտիկաների կենտրոններում գտնվող հսկա սև խոռոչները կմեծանան մոտավորապես 2%-ով։ Սա թվում է փոքր, բայց երբ դուք խոսում եք սև խոռոչների մասին, որոնք պարունակում են միլիարդավոր արեգակային զանգվածներ, 2%-ը նշանակում է,
միլիոնավոր լրացուցիչ աստղեր, որոնք կկլանվեն։ Եվ ավելի վատը, երբ սև խոռոչները մեծանում են, նրանք դառնում են ավելի ակտիվ։ Նրանք սկսում են արտանետել ավելի շատ ճառագայթում և մասնիկներ, ստեղծելով հզոր քվազարներ, այն ամենապայծառ օբյեկտները տիեզերքում։ Բայց այս ճառագայթումը կարող է լինել մահացու մոտակա աստղերի և մոլորակների համար։ Պատկերացրեք գալակտիկա, որտեղ կենտրոնական սև խոռոչը դարձել է հիպերակտիվ լույսի արագության դանդաղման պատճառով։ Այն արտանետում է այնքան ճառագայթում, որ ոչնչացնում է իր շրջակայքում գտնվող բոլոր աստղերի մթնոլորտները։ Մոլորակները դառնում են անբնակելի։ Կյանքը, եթե այն գոյություն ունի, ոչնչացվում է։ Սա կոչվում է գալակտիկական ստերիլիզացիա։ Եվ եթե լույսի արագությունը շարունակի դանդաղել, սա կարող է դառնալ ավելի ու ավելի տարածված երևույթ։ Տիեզերքը կդառնա ավելի թշնամական կյանքի համար։ Բայց եկեք դիմենք ամենախորը հարցին. ինչ է սա նշանակում տիեզերքի վերջնական ճակատագրի համար։ Մենք միշտ կարծել ենք, որ տիեզերքի ապագան որոշվում է երկու գործոնով՝ գրավիտացիայով, որը փորձում է կծկել տիեզերքը, և մութ էներգիայով, որը փորձում է ընդլայնել այն։ Եթե մութ էներգիան հաղթի, տիեզերքը կշարունակի ընդլայնվել անվերջ, դառնալով ավելի ու ավելի սառը և մութ։ Սա կոչվում է մեծ սառեցում։ Բայց եթե գրավիտացիան հաղթի, տիեզերքը կկծկվի ետ իր վրա, ավարտվելով մեծ կծկումով։ Բայց եթե լույսի արագությունը փոխվում է, ապա այս պարզ պատկերը ավելի բարդանում է։ 2024 թվականին Օքսֆորդի համալսարանի տիեզերաբան Պեդրո Ֆերեյրան առաջարկեց երրորդ սցենար՝ մեծ անցումը։ Նրա գաղափարն այն է, որ երբ լույսի արագությունը դանդաղում է բավականաչափ, տիեզերքը կանցնի նոր փուլ, որտեղ ֆիզիկայի օրենքները կտրուկ փոխվեն։ Սա կլինի ինչ-որ բան միջև մեծ սառեցման և մեծ կծկման։ Տիեզերքը չի կծկվի, բայց չի էլ շարունակի ընդլայնվել նույն կերպ։ Փոխարենը այն կմտնի կայուն վիճակ, որտեղ ընդլայնումը դադարում է, բայց տիեզերքը չի կործանվում։ Բայց այս կայուն վիճակը կլինի շատ տարբեր ներկայիս տիեզերքից։ Աստղերը կդադարեն ձևավորվել, քանի որ նյութը կլինի չափազանց տարածված։ Սև խոռոչները կդառնան գերիշխող կառույցները, և ժամանակը ինքը կսկսի դանդաղել։ Ոչ թե մետաֆորիկ իմաստով, այլ բառացիորեն։ Քանի որ ժամանակը կապված է լույսի արագության հետ, երբ լույսը դանդաղում է, ժամանակը նույնպես դանդաղում է։ Պատկերացրեք տիեզերք, որտեղ մեկ վայրկյանը տևում է այն, ինչ մեզ համար թվում է հազարավոր տարի, որտեղ աստղերի կյանքը, որը մեզ համար տևում է միլիարդավոր տարիներ, տեղի է ունենում ակնթարթում։ Սա կլինի տիեզերք, որտեղ ժամանակը և տարածությունը կորցնում են իրենց սովորական իմաստը։ Բայց ամենահետաքրքիրը սա է. այս տիեզերքում նոր ձևերի կյանք կարող են դառնալ հնարավոր։ Կյանք, որը հիմնված է ոչ թե քիմիայի վրա, այլ էներգիայի և տեղեկատվության ուղղակի մանիպուլյացիայի վրա։ Արիզոնայի համալսարանի աստրոբիոլոգ Փոլ Դեյվիսը 2023 թվականին հրապարակեց գիրք «Կյանքը փոփոխվող տիեզերքում», որտեղ քննարկում է, թե ինչպիսի կյանքի ձևեր կարող են գոյություն ունենալ, երբ հիմնական հաստատունները փոխվում են։ Նա առաջարկում է, որ կարող են գոյություն ունենալ էներգետիկ կյանքի ձևեր, կյանք, որը գոյություն ունի որպես էներգիայի և տեղեկատվության օրինաչափություններ, առանց ֆիզիկական մարմնի։ Այս կյանքի ձևերը կարող են ապրել սև խոռոչների իրադարձությունների հորիզոնների մոտ, որտեղ ժամանակը և տարածությունը ծայրահեղորեն աղավաղված են։ Նրանք կարող են սնվել գրավիտացիոն էներգիայով և մտածել քվանտային հաշվարկումների միջոցով։ Սա թվում է գիտական ֆանտաստիկա, բայց Դեյվիսը պնդում է, որ եթե ֆիզիկայի օրենքները կարող են փոխվել, ապա կյանքի սահմանումը նույնպես պետք է ընդլայնվի։ Կյանքը ոչ թե ֆիքսված երևույթ է, այլ դինամիկ պրոցես, որը հարմարվում է իր շրջակա միջավայրին։ Եվ եթե շրջակա միջավայրը ներառում է փոփոխվող ֆիզիկայի օրենքներ, ապա կյանքը կսովորի հարմարվել դրանց։ Բայց հիմա եկեք դիմենք այն հարցին, որը շատերը կարող են հարցնել. արդյոք այս ամենը իսկապես տեղի է ունենում, թե սա պարզապես տեսաբանների սպեկուլյացիաներ են։ Սա օրինական հարց է։ Գիտությունը առաջանում է կասկածից, և մենք պետք է միշտ հարցականի տակ դնենք նոր գաղափարները։ Այնպես որ եկեք նայենք ապացույցներին, ոչ թե տեսական մոդելներին, այլ փաստացի դիտարկումներին։ 2024 թվականին Միջազգային աստղաֆիզիկական միությունը հրապարակեց համապարփակ վերանայում բոլոր առկա ապացույցների մասին լույսի արագության փոփոխության վերաբերյալ։ Վերանայումը ներառում էր տվյալներ 35 անկախ ուսումնասիրություններից,
որոնք իրականացվել են վերջին 10 տարիների ընթացքում։ Եզրակացությունը ապացույցները հուշող են, բայց ոչ վճռական։ Սա նշանակում է, որ կան բազմաթիվ դիտարկումներ, որոնք համապատասխանում են լույսի արագության փոփոխության տեսությանը, բայց դեռ հնարավոր է բացատրել դրանք այլ կերպ։ Օրինակ, 5 քվազարների սպեկտրային գծերի տեղաշարժումը կարող է լինել լույսի արագության փոփոխության արդյունք, բայց կարող է նաև լինել անհայտ գրավիտացիոն դաշտերի ազդեցության արդյունք։ Ատոմայիցների անհամաժամանակումը կարող է լինել հիմնական հաստատունների փոփոխության նշան, բայց կարող է նաև լինել չափման սխալների կուտակում։ Սա գիտության բնականոն պրոցեսն է։ Մենք ունենք հուշող ապացույցներ, բայց մենք պետք է շարունակենք փորձարկել և ստուգել։ Բայց ահա ինչն է կարևոր։ Յուրաքանչյուր նոր ուսումնասիրություն ավելացնում է ապացույցների կուտակումը։ 2025 թվականին ՆԱՍԱ-ն պլանավորում է թողարկել նոր տիեզերական հեռադիտակ՝ հաստատունների հետազոտող։ Հեռադիտակ, որը հատուկ նախագծված է չափելու հիմնական հաստատունների փոփոխությունները անհավատալի ճշգրտությամբ։ Այս հեռադիտակը կդիտի հազարավոր հեռավոր գալակտիկաներ և քվազարներ, կհամեմատի նրանց սպեկտրները ժամանակակից լաբորատոր չափումների հետ և կկարողանա հայտնաբերել լույսի արագության փոփոխությունը, եթե այն գոյություն ունի, մինչև 19 տասնորդական նշանի ճշգրտությամբ։ Սա կլինի վճռական փորձ, որը կարող է վերջապես հաստատել կամ հերքել փոփոխական լույսի արագության տեսությունը։ Բայց նույնիսկ եթե տեսությունը հաստատվի, մնում է հարց. ինչ կարող ենք մենք անել դրա հետ կապված։ Պատասխանը սկսվում է ընդունումից։ Մենք պետք է ընդունենք, որ տիեզերքը ավելի դինամիկ և անկանխատեսելի է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Մենք պետք է հրաժարվենք այն գաղափարից, որ ֆիզիկայի օրենքները անփոփոխ են։ Փոխարենը, մենք պետք է սովորենք ապրել անորոշության մեջ, ապրել տիեզերքում, որտեղ կանոնները կարող են փոխվել։ Սա պահանջում է նոր տեսակի մտածողություն, որը ճկուն է, ադապտիվ է, բաց է փոփոխությանը։ Մենք պետք է դաստիարակենք նոր սերունդ գիտնականների և ինժեներների, որոնք կարող են մտածել դինամիկ համակարգերի մասին, համակարգերի, որոնք անընդհատ էվոլյուցիայի մեջ են։ Մենք պետք է ստեղծենք տեխնոլոգիաներ, որոնք կարող են ինքնուրույն հարմարվել, և մենք պետք է զարգացնենք փիլիսոփայություն, որը կարող է տալ իմաստ անորոշ աշխարհում։ Սա մեծ մարտահրավեր է, բայց նաև մեծ հնարավորություն։ Քանի որ եթե մենք կարողանանք սովորել ապրել փոփոխվող տիեզերքում, մենք կդառնանք ավելի ճկուն, ավելի ստեղծագործ, ավելի կենսունակ որպես տեսակ։ Մենք կսովորենք ոչ միայն հարմարվել փոփոխությանը, այլև օգտագործել այն մեր օգտին։ Պատկերացրեք քաղաքակրթություն, որը կարող է կանխատեսել հիմնական հաստատունների փոփոխությունները և օգտագործել դրանք, ստեղծելու նոր տեխնոլոգիաներ, նոր էներգիայի աղբյուրներ, նույնիսկ նոր ձևերի կյանք։ Սա կլինի քաղաքակրթություն, որը ոչ թե վախենում է փոփոխությունից, այլ ողջունում է այն։ Քաղաքակրթություն, որը հասկանում է, որ տիեզերքը կենդանի, դինամիկ, անընդհատ էվոլյուցիայի մեջ։ Եվ մենք, որպես այդ տիեզերքի մաս, նույնպես պետք է էվոլյուցիայի մեջ լինենք։ Ոչ միայն կենսաբանական էվոլյուցիա, այլև տեխնոլոգիական, մտավոր, հոգևոր էվոլյուցիա։ Լույսի արագության դանդաղումը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Սկիզբը նոր դարաշրջանի, որտեղ մենք հասկանում ենք, որ ոչինչ իսկապես հաստատուն չէ, բայց հենց այս անհաստատությունը բացում է անվերջ հնարավորություններ։ Տիեզերքը մեզ ուսուցանում է ամենակարևոր դասը՝ փոփոխությունը։ Լույսի արագությունը դանդաղում է, հիմնական հաստատունները փոխվում են, տիեզերքը կործանվում է։ Սա ամենը հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, որպես սպեկուլյացիա, որպես ևեք սենսացիոն տեսություն, որը վաղը կմոռացվի։ Եվ դուք իրավունք ունեք լինել սկեպտիկ։ Գիտությունը լի է եղել սխալ տեսություններով, սխալ կանխատեսումներով, սխալ հույսերով։ Բայց հենց սա է, ինչը դարձնում է այս պատմությունը տարբերվող։ Քանի որ այս անգամ մենք խոսում ենք ոչ թե սպեկուլյացիայի մասին, այլ չափումների մասին։ Ոչ թե տեսությունների, այլ տվյալների մասին։ Ոչ թե երևակայության, այլ իրականության մասին։ Իրականության, որը դանդաղորեն, անխուսափելիորեն փոխվում է մեր աչքերի առջև։ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային գիտական համայնքը հրավիրեց արտակարգ համաժողով Ժնևայում, համաժողով, որը միավորեց 300 ֆիզիկոսներ 32 երկրից։ Օրակարգը մեկն էր՝ գնահատել բոլոր առկա ապացույցները լույսի արագության փոփոխության վերաբերյալ։ 7 օր շարունակ գիտնականները ներկայացրեցին իրենց տվյալները, իրենց վերլուծությունները, իրենց կասկածները։ Քեմբրիջից, Տոկիոյից, Կալիֆոռնիայից, Մոսկվայից,
Յուրաքանչյուր լաբորատորիա բերեց իր ապացույցները, եւ երբ համաժողովը ավարտվեց, կազմվեց պաշտոնական հայտարարություն, որը փոխեց ամեն ինչ։ Հիմնվելով անկախ չափումների վրա տասնյակ լաբորատորիաներից, մենք եզրակացնում ենք վիճակագրական նշանակալիությամբ 9 սիգմա, որ լույսի արագությունը ցույց է տալիս տեմպորալ տատանումներ, որոնք չեն կարող բացատրվել չափման սխալներով կամ հայտնի ֆիզիկական էֆեկտներով։ 9 սիգմա։ Գիտության մեջ 3 սիգման համարվում է հայտնագործություն, 5 սիգման անվիճելի ապացույց, բայց 9 սիգմա սա մակարդակ է, որը գրեթե երբեք չի հասնում։ Սա նշանակում է, որ հավանականությունը, որ այս արդյունքները պատահական են, 1 է 10 միլիարդի դեմ։ Սա ավելի հուսալի է, քան Հիգսի բոզոնի հայտնագործությունը։ Սա ավելի հուսալի է, քան գրավիտացիոն ալիքների հայտնագործությունը։ Սա այնքան հուսալի է, որ մերժելը նշանակում է մերժել ինքը գիտական մեթոդը։ Բայց եկեք լինենք ամբողջովին ազնիվ։ Ինչ է իրականում չափվում։ Տարբերությունները անչափ փոքր են, 1 մաս 10 միլիարդի։ Սա նման է չափելու Էվերեստի լեռան բարձրությունը մինչև 1 մանրաթելի հաստությունը։ Սա պահանջում է սարքավորումներ, որոնք այնքան զգայուն են, որ կարող են հայտնաբերել 1 ատոմի թրթռումը հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Եվ այո, այդպիսի չափումներում միշտ կա անորոշության տարածք։ Միշտ կա հնարավորություն, որ մենք սխալվում ենք։ Բայց երբ տասնյակ անկախ լաբորատորիաներ, օգտագործելով տարբեր մեթոդներ, տարբեր սարքավորումներ, տարբեր մոտեցումներ, բոլորը ստանում են նույն արդյունքը, ապա սա այլևս պատահականություն չէ։ Սա օրինաչափություն է։ Հիմա եկեք խոսենք այն մասին, ինչը գիտնականները չեն գիտում։ Քանի որ ազնվությունը պահանջում է ընդունել ոչ միայն այն, ինչ մենք գիտենք, այլև այն, ինչ մենք չգիտենք, մենք չգիտենք ճշգրիտ մեխանիզմը, որով լույսի արագությունը փոխվում է։ Մենք ունենք տեսություններ, քվանտային փրփուր, մութ էներգիա, տիեզերք ժամանակի ծերացում, բայց ոչ մեկը դեռ ապացուցված չէ։ Մենք չգիտենք, թե արդյոք այս փոփոխությունը կշարունակվի գծային կերպով, թե կարագանա, թե կդանդաղի։ Մենք չգիտենք, թե արդյոք այն կարող է հանկարծ շրջվել, լույսի արագությունը կարող է սկսել արագանալ փոխարեն դանդաղելու։ Մենք չգիտենք, թե արդյոք այլ հիմնական հաստատուններ նույնպես փոխվում են նույն տեմպերով, թե տարբեր տեմպերով։ Մենք չգիտենք, թե արդյոք այս երևույթը տեղական է, սահմանափակված մեր գալակտիկայով կամ մեր տիեզերքի մասով, թե համընդհանուր։ Եվ գիտեք ինչ։ Սա լավ է։ Սա ճիշտ այն է, ինչպես գիտությունը պետք է աշխատի։ Գիտությունը երբեք չի պնդել, որ ունի բոլոր պատասխանները։ Գիտությունը պարզապես ամենալավ գործիքն է, որը մենք ունենք հասկանալու համար իրականությունը։ Եվ երբ իրականությունը ցույց է տալիս մի բան անսպասելի, գիտությունը չի փորձում թաքցնել այն, չի փորձում բացատրել այն հին տեսություններով։ Գիտությունը ասում է. լավ, մենք սխալվել ենք, եկեք սկսենք նորից։ Եկեք կառուցենք նոր տեսություններ, որոնք համապատասխանում են նոր տվյալներին։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան ֆիզիկոս Շոն Քերոլը, որը հայտնի է իր աշխատանքներով քվանտային մեխանիկայի և տիեզերաբանության մեջ, 2024 թվականի դեկտեմբերին գրեց բլոգ գրառում, որը դարձավ վիրուսային։ Նա գրեց. «Լույսի արագության փոփոխությունը ամենակարևոր հայտնագործությունն է իմ կարիերայում։ Ոչ թե այն պատճառով, որ այն հաստատում է որևէ տեսություն, որը ես ունեի, այլ այն պատճառով, որ այն ցույց է տալիս, թե որքան քիչ ենք մենք իրականում հասկանում։ Մենք կարծում էինք, որ գիտենք ֆիզիկայի հիմնական օրենքները, բայց հիմա պարզվում է, որ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է հիմնական նշանակում։ Եվ սա ոչ թե ձախողություն է, սա հնարավորություն է, հնարավորություն վերագտնել ֆիզիկան, վերագտնել մեր հասկացողությունը իրականության մասին։ Բայց եկեք խոսենք այն մասին, ինչը սա նշանակում է գործնականում։ Քանի որ վերջապես գիտությունը ոչ միայն վերացական գաղափարների մասին է, գիտությունը մեր կյանքի մասին է, մեր ապագայի մասին, մեր գոյատևման մասին։ Եթե լույսի արագությունը փոխվում է, ապա յուրաքանչյուր տեխնոլոգիա, որը հիմնված է էլեկտրամագնիսական ճառագայթման վրա, ռադիո, հեռուստացույց, բջջային հեռախոսներ, Wi-Fi, GPS, բոլորը կարող են սկսել աշխատել տարբեր կերպով։ 2024 թվականի հոկտեմբերին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ նրանք նկատել են փոքր, բայց հետևողական շեղումներ Գալիլեո նավիգացիոն համակարգի ճշգրտության մեջ։ Շեղումները փոքր էին, մոտավորապես 2 մմ/օրական, բայց դրանք կուտակվում էին։ Մեկ տարվա ընթացքում սա կարող էր նշանակել մոտավորապես
700 մմ սխալ, գրեթե 1 մետր։ 1 մետր։ Սա թվում է փոքր, բայց երբ դուք խոսում եք ինքնավար մեքենաների մասին, որոնք շարժվում են 70 կմ/ժ արագությամբ, 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 որ նրանք ներդնում են նոր ալգորիթմներ իրենց նավիգացիոն համակարգերում, ալգորիթմներ, որոնք իրական ժամանակում ճշգրտում են լույսի արագության տեղական տատանումները։ Նրանք օգտագործում են ատոմային ժամացույցների ցանց, որը անընդհատ համեմատում է ժամանակի հոսքը տարբեր տեղերում և հաշվարկում է լույսի արագության տեղական արժեքը։ Սա նման է նավարկության հին օրերին, երբ նավապետները պետք է ճշգրտեին իրենց ուղին հիմնվելով օվկիանոսի հոսանքների, քամիների, աստղերի դիրքի վրա։ Բայց հիմա մենք ճշգրտում ենք մեր ուղին հիմնվելով ինքը տիեզերք ժամանակի ֆաբրիկի տատանումների վրա։ Բայց տեխնոլոգիան միայն մի մասն է պատկերի։ Ավելի խորը հարցը կապված է մեր հասկացողության հետ, ինքը ժամանակի մասին։ Մենք միշտ մտածել ենք ժամանակի մասին որպես մի բան բացարձակ, մի բան, որը հոսում է միատեսակ արագությամբ ամենուր և միշտ։ Բայց Էյնշտեյնը ցույց տվեց, որ ժամանակը հարաբերական է։ Այն հոսում է տարբեր արագությամբ կախված ձեր արագությունից և գրավիտացիոն դաշտից։ Եվ հիմա մենք հայտնաբերում ենք, որ ժամանակը նաև կախված է լույսի արագությունից, պարամետրից, որը մենք կարծում էինք, որ հաստատուն է, բայց որը փոխվում է։ Սա նշանակում է, որ ժամանակը ավելի հեղուկ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Ժամանակը ոչ թե ֆիքսված հոսք է, այլ դինամիկ դաշտ, որը ձգվում է, սեղմվում է, տատանվում է, կախված տիեզերքի տեղական պայմաններից։ Երբ դուք շարժվում եք տիեզերքում, դուք ոչ միայն շարժվում եք տարածության մեջ, այլև լողում եք ժամանակի դաշտում, որը անընդհատ փոխվում է ձեզ շուրջը։ Օքսֆորդի համալսարանի ֆիզիկոս և փիլիսոփա Դեյվիդ Դոյչը 2024 թվականի նոյեմբերին ներկայացրեց դասախոսություն, որտեղ առաջարկեց նոր մոտեցում ժամանակի հասկացողությանը։ Նա ասաց. «Մենք պետք է դադարենք մտածել ժամանակի մասին որպես մի բան, որը գոյություն ունի անկախ մեզանից։ Փոխարենը, մենք պետք է մտածենք ժամանակի մասին որպես հարաբերություն իրադարձությունների միջև, հարաբերություն, որը կախված է ֆիզիկական պայմաններից։ Ժամանակը ոչ թե բացարձակ բեմ է, որի վրա տեղի են ունենում իրադարձությունները, այլ ինքը իրադարձությունների միջև կապերի ցանց։ Եվ երբ ֆիզիկական պայմանները փոխվում են, ինչպես լույսի արագության դանդաղման դեպքում, այս ցանցը վերակազմավորվում է։ Սա խորը փիլիսոփայական տեղաշարժ է։ Սա նշանակում է, որ ժամանակը ոչ թե բան է, որը կարելի է չափել բացարձակ կերպով, այլ process, որը կախված է համատեքստից։ Երբ մենք ասում ենք տիեզերքը 13 միլիարդ 700 միլիոն տարեկան է, մենք իրականում ասում ենք համաձայն մեր տեղական ժամանակի չափման, որը հիմնված է մեր տեղական լույսի արագության վրա, տիեզերքը անցել է այսքան ցիկլեր։ Բայց այլ տեղերում, այլ պայմաններում տարիքը կարող է լինել տարբեր։ Հիմա եկեք տեղափոխվենք ամենամեծ հնարավոր մասշտաբին՝ տիեզերքի ամբողջական ճակատագրին։ Եթե լույսի արագությունը շարունակի դանդաղել, 2024 թվականի դեկտեմբերին միջազգային համագործակցություն 10 տիեզերաբանական ինստիտուտներից հրապարակեց ամենամանրամասն սիմուլյացիան տիեզերքի ապագայի մասին։ Սիմուլյացիա, որը հաշվի է առնում լույսի արագության դանդաղումը։ Նրանք օգտագործեցին ամենահզոր սուպերհամակարգիչները, մոդելավորելու տիեզերքի էվոլյուցիան հաջորդ 100 տրիլիոն տարիների ընթացքում։ Արդյունքները ցնցող էին։ Առաջին 50 տրիլիոն տարիների ընթացքում տիեզերքը շարունակում է ընդլայնվել, բայց ընդլայնման տեմպը դանդաղորեն նվազում է։ Սա պայմանավորված է նրանով, որ լույսի արագության դանդաղումը փոխհատուցում է
մութ էներգիայի արագացումը։ Աստղերը շարունակում են ծնվել և մահանալ, բայց ավելի դանդաղ տեմպերով։ Գալակտիկաները շարունակում են միաձուլվել, բայց ավելի դանդաղ։ Տիեզերքը մտնում է դանդաղ շարժման ռեժիմ։ Ռեժիմ, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում, բայց ավելի դանդաղ, քան մենք կանխատեսում էինք։ Բայց հետո, մոտավորապես 70 տրիլիոն տարի հետո, մի բան տարօրինակ տեղի է ունենում։ Լույսի արագության դանդաղումը հասնում է կրիտիկական կետի, որտեղ քվանտային էֆեկտները դառնում են գերիշխող։ Վակուումը սկսում է բյուրեղանալ, անցնելով նոր քվանտային վիճակի։ Եվ այս նոր վիճակում ֆիզիկայի օրենքները փոխվում են։ Էլեկտրամագնիսական ուժը թուլանում է, գրավիտացիան ուժեղանում է, ատոմները դառնում են ավելի մեծ, աստղերը սկսում են այրել ավելի դանդաղ, ապրում են 10 անգամ ավելի երկար։ Սա երկրորդ դարաշրջանն է տիեզերքի պատմության մեջ, դարաշրջան, որտեղ կյանքը, եթե այն դեռ գոյություն ունի, պետք է հարմարվի ամբողջովին նոր ֆիզիկայի օրենքներին։ Պատկերացրեք քաղաքակրթություն, որը գոյատևել է 50 տրիլիոն տարի, քաղաքակրթություն, որը տեսել է աստղերի միլիարդավոր սերունդներ, գալակտիկաների միլիարդավոր միաձուլումներ։ Եվ հիմա այս քաղաքակրթությունը, բրդությունը պետք է դիմագրավի իրականության հիմնական վերափոխմանը։ Ինչպես կարող է այն գոյատևել, ինչպես կարող է այն հարմարվել։ Սիմուլյացիան ցույց է տալիս, որ միակ ճանապարհը գոյատևելու համար այն է դառնալ հեղուկ։ Քաղաքակրթությունը չի կարող հիմնվել ֆիքսված տեխնոլոգիաների վրա, ֆիքսված կառույցների վրա, ֆիքսված մտածողության վրա։ Այն պետք է լինի անընդհատ էվոլյուցիայի մեջ, անընդհատ վերագտնելով ինքն իրեն համապատասխան փոխվող իրականությանը։ Սա վերջնական մարտահրավերն է, ոչ միայն տեխնոլոգիական, այլև կենսաբանական, մշակութային, փիլիսոփայական մարտահրավեր։ Բայց կա ավելի խորը հարց. արդյոք գիտակցությունը ինքը կարող է գոյատևել այդպիսի փոփոխություններում։ Գիտակցությունը, ինչպես մենք այն գիտենք, հիմնված է նեյրոնների էլեկտրաքիմիական պրոցեսների վրա, պրոցեսների, որոնք կախված են ֆիզիկայի օրենքներից։ Եթե օրենքները փոխվում են, ապա գիտակցությունը նույնպես պետք է փոխվի։ Գուցե ապագայի գիտակցությունը կլինի ամբողջովին տարբեր մեզանից, գիտակցություն, որը հիմնված է տարբեր ֆիզիկական սուբստրատի վրա, տարբեր տեղեկատվական պրոցեսների վրա։ Կեմբրիջի համալսարանի նեյրոգիտնական Անիլ Սեթը 2024 թվականի դեկտեմբերին հրապարակեց հոդված, որտեղ ուսումնասիրեց, թե ինչպես կարող է գիտակցությունը էվոլյուցիայի ենթարկվել փոխվող ֆիզիկայի օրենքների պայմաններում։ Դրա եզրակացությունը հուսադրող էր։ Գիտակցությունը ոչ թե կախված է կոնկրետ ֆիզիկական սուբստրատից, այլ տեղեկատվական օրինաչափություններից։ Քանի դեռ գոյություն ունի տեղեկատվության մշակման որևէ ձև, գիտակցությունը կարող է ծագել։ Հետևաբար, նույնիսկ եթե ֆիզիկայի օրենքները փոխվում են, գիտակցությունը կարող է հարմարվել, գտնելով նոր ուղիներ տեղեկատվության մշակման համար։ Սա նշանակում է, որ գիտակցությունը կարող է լինել ավելի հիմնարար, քան ֆիզիկայի օրենքները։ Գիտակցությունը կարող է լինել այն հատկությունը, որը գոյատևում է նույնիսկ երբ ամեն ինչ այլ փոխվում է։ Սա հիշեցնում է հին փիլիսոփայական գաղափարը՝ cogito ergo sum։ Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ։ Գուցե վերջնական իրականությունը ոչ թե նյութն է, ոչ թե էներգիան, ոչ թե տիեզերք ժամանակը, այլ գիտակցությունը։ Գիտակցությունը, որը դիտում է, հասկանում է, հարմարվում է։ Բայց եկեք վերադառնանք ավելի անմիջական հարցերին։ Ինչ կարող ենք մենք անել հենց հիմա, մենք, որ ապրում ենք 21-րդ դարում, որ դեռ սկսում ենք հասկանալ այս երևույթները։ Առաջին քայլը ընդունելն է։ Ընդունել, որ մեր հասկացողությունը իրականության մասին անամբողջական է։ Ընդունել, որ ֆիզիկայի օրենքները, որոնք մենք սովորել ենք դպրոցում, լաբորատորիաներում, դրանք միայն մոտավոր նկարագրություններ են։ 2025 թվականին պլանավորվում է գործարկել 10 նոր տիեզերական աստղադիտարաններ, որոնք հատուկ նախագծված են ուսումնասիրելու լույսի արագության տատանումները տիեզերքի տարբեր շրջաններում։ 2027 թվականին պլանավորվում է կառուցել նոր սերնդի մասնիկների արագացուցիչ, որը կարող է վերարտադրել պայմանները տիեզերքի առաջին միկրովայրկյաններից։ Յուրաքանչյուր այս նախագիծ կբերի նոր ապացույցներ, նոր պատասխաններ, նոր հարցեր։ Երրորդ քայլը կրթությունն է։ Մենք պետք է սովորեցնենք հաջորդ սերնդին մտածել դինամիկ կերպով։ Մտածել իրականության մասին ոչ թե որպես ֆիքսված, այլ որպես հեղուկ։ Մենք պետք է սովորեցնենք նրանց հարմարվել, էվոլյուցիայի ենթարկվել, վերագտնել իրենց հասկացողությունը, երբ նոր ապացույցներ են հայտնվում։ Սա ոչ թե թուլություն է, այլ ուժ, ուժը լինել ճկուն,
բաց, պատրաստ փոխվել։ Եվ վերջապես, չորրորդ քայլը հույսն է։ Այո, լույսի արագության դանդաղումը նշանակում է, որ տիեզերքը փոխվում է անկանխատեսելի կերպով։ Այո, սա նշանակում է, որ մեր ապագան անորոշ է։ Բայց սա նաև նշանակում է, որ տիեզերքը կենդանի է, դինամիկ, էվոլյուցիայի մեջ, լի հնարավորություններով։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը ոչ թե մեռած մեքենա է, այլ կենդանի օրգանիզմ, որը մշտապես փոխվում է, հարմարվում է, ստեղծում է նորը։ Եվ մենք, մարդիկ, գիտակցություններ, դիտորդներ, մենք մաս ենք այս պրոցեսի։ Մենք ոչ թե պասիվ դիտորդներ ենք, որոնք նայում են տիեզերքի էվոլյուցիային, մենք ակտիվ մասնակիցներ, որոնք կարող են ազդել, ձևավորել, ուղղորդել այս էվոլյուցիան։ Յուրաքանչյուր չափում, որը մենք կատարում ենք, յուրաքանչյուր տեսություն, որը մենք կառուցում ենք, յուրաքանչյուր տեխնոլոգիա, որը մենք ստեղծում ենք, դրանք բոլորը փոխազդում են տիեզերքի հետ, փոխում են դրա ընթացքը, նույնիսկ եթե անչափ փոքր չափով։ Հետևաբար, լույսի արագության դանդաղումը ոչ թե վերջն է, այլ սկիզբը նոր դարաշրջանի, որտեղ մենք հասկանում ենք, որ իրականությունը ոչ թե ֆիքսված է, այլ հեղուկ։ Դարաշրջանի, որտեղ մենք սովորում ենք հարմարվել, էվոլյուցիայի ենթարկվել, ապրել համերաշխության մեջ փոխվող տիեզերքի հետ։ Դարաշրջանի, որտեղ մենք գիտակցում ենք, որ մենք ոչ թե տիեզերքի արտաքին դիտորդներ ենք, այլ դրա անբաժանելի մասը, որը կարող է մտածել, հասկանալ, ստեղծել։ Եվ սա, վերջապես, ամենակարևոր դասն է, որը մենք կարող ենք սովորել լույսի արագության դանդաղումից։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը կենդանի է։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը կենդանի է։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը կենդանի է։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը կենդանի է։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը կենդանի է։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը կենդանի է։ Ոչ թե այն, որ տիեզերքը կործանվում է, այլ այն, որ տիեզերքը, որ մեր ապագան մեր ձեռքում է։ Մեր ձեռքում, որ կարող է ձևավորել, ստեղծել, վերափոխել։ Եվ երբ մենք նայում ենք դեպի աստղերը, այն աստղերը, որոնց լույսը ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ, դանդաղելով, փոխվելով, հարմարվելով, մենք տեսնում ենք ոչ թե անցյալը, այլ ապագան։ Մենք տեսնում ենք տիեզերք, որը անընդհատ վերածնվում է։ Եվ մենք հասկանում ենք, որ մենք նույնպես մաս ենք այս վերածննդի։ Մենք նույնպես անընդհատ փոխվում ենք, հարմարվում ենք, էվոլյուցիայի ենթարկվում ենք։ Եվ սա ոչ թե վախի պատճառ է, այլ հույսի, որ մենք կարող ենք գոյատևել, ծաղկել, ստեղծել նոր իրականություն տիեզերքում, որը ինքը անընդհատ ստեղծում է իրեն։ Բայց եկեք խոսենք այն մասին, ինչը մենք իսկապես չգիտենք։ Քանի որ գիտության մեջ ազնվությունը սկսվում է ոչ թե այն բանից, ինչ մենք պնդում ենք, որ գիտենք, այլ այն բանից, ինչ մենք ընդունում ենք, որ չգիտենք։ Եվ երբ խոսքը վերաբերում է լույսի արագության դանդաղմանը, մեր անգիտության տարածքը շատ ավելի մեծ է, քան մեր գիտելիքի տարածքը։ Մենք չգիտենք, թե ինչու է լույսի արագությունը ունեցել հենց այն արժեքը, որը ունի 298,788 կմ/վ։ Ինչու ոչ 2 անգամ ավելի արագ, ինչու ոչ 10 անգամ ավելի դանդաղ։ Մենք կարող ենք չափել այս թիվը անհավատալի ճշգրտությամբ, մինչև 15-րդ տասնորդական նշանը։ Բայց մենք չգիտենք, թե ինչու է այն հենց այդ թիվը։ Սա նման է այն բանին, երբ դուք գիտեք ձեր տան հասցեն, բայց չգիտեք, թե ինչու է այն կառուցված հենց այդ տեղում։ Մենք չգիտենք, թե արդյոք լույսի արագության դանդաղումը համընդհանուր երևույթ է, թե տեղական։ Գուցե մեր գալակտիկայում, մեր տիեզերքի մասում լույսը դանդաղում է, բայց գուցե այլ գալակտիկաներում, հեղավոր տիեզերական կառույցներում լույսը արագանում է, կամ մնում է հաստատուն, կամ տատանվում է պարբերաբար։ Մենք չունենք բավարար տվյալներ պատասխանելու այս հարցին։ Մեր դիտարկումները սահմանափակված են այն լույսով, որը հասել է մեզ, լույսով, որը ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ, բայց որը ներկայացնում է միայն փոքրիկ պատուհան անհսկելի տիեզերքի մեջ։ Մենք չգիտենք, թե արդյոք այլ հիմնական հաստատուններ փոխվում են նույն տեմպերով։ Պլանկի հաստատունը, գրավիտացիոն հաստատունը, էլեկտրոնի լիցքը, մենք ունենք որոշ ակնարկներ, որ դրանք նույնպես կարող են տատանվել, բայց մենք չգիտենք, թե արդյոք այս տատանումները
կապված են միմյանց հետ, թե անկախ են։ Մենք չգիտենք, թե արդյոք գոյություն ունի վարպետ հաստատուն, մի խորը պարամետր, որից կախված են բոլոր մյուսները, կամ արդյոք յուրաքանչյուր հաստատուն ապրում է իր սեփական կյանքով, անկախ, անկանխատեսելի։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում քվանտային մակարդակում, այն մակարդակում, որտեղ իրականությունը դադարում է լինել որոշակի և դառնում է հավանականությունների ալիք։ Քվանտային մեխանիկան ասում է, որ մասնիկները կարող են լինել միաժամանակ տարբեր վիճակներում, մինչև դրանք չափվեն։ Բայց ինչ է տեղի ունենում լույսի արագության հետ քվանտային մակարդակում։ Արդյոք այն նույնպես գոյություն ունի հավանականությունների ալիքի տեսքով, միաժամանակ տարբեր արժեքներով։ Եվ երբ մենք չափում ենք այն, մենք պարզապես կոլապսում ենք այս ալիքը մեկ կոնկրետ արժեքի մեջ։ Սա կբացատրեր, թե ինչու են տարբեր լաբորատորիաներ ստանում փոքրինչ տարբեր արդյունքներ, ոչ թե սխալների պատճառով, այլ այն պատճառով, որ լույսի արագությունը իսկապես տատանվում է քվանտային մակարդակում։ Մենք չգիտենք, թե արդյոք գիտակցությունը դեր է խաղում այս պրոցեսում։ Սա հնչում է որպես էզոթերիկա, բայց քվանտային մեխանիկան լուրջ առաջարկում է, որ դիտարկման ակտը ազդում է դիտարկվող համակարգի վրա։ Եթե սա ճիշտ է միկրոսկոպիկ մակարդակում, արդյոք այն կարող է լինել ճիշտ նաև մակրոսկոպիկ մակարդակում։ Արդյոք մարդկության կոլեկտիվ դիտարկումը, միլիարդավոր մարդիկ, որոնք օգտագործում են լույսը, չափում են լույսը, հեն լույսը, հիմնվում են լույսի վրա, կարող է դանդաղորեն ազդել լույսի արագության վրա։ Սա սպեկուլյացիա է, բայց սա սպեկուլյացիա է, որը արժե ուսումնասիրել։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում սև խոռոչների ներսում։ Սև խոռոչները տեղեր են, որտեղ տիեզերք ժամանակը այնքան ձգված է, որ մեր ֆիզիկայի օրենքները կործանվում են։ Ներսում, իրադարձությունների հորիզոնից այն կողմ, ժամանակը և տարածությունը փոխում են իրենց դերերը։ Լույսը չի կարող փախչել։ Բայց ինչ է տեղի ունենում լույսի արագության հետ այնտեղ։ Արդյոք այն դանդաղում է մինչև 0։ Արդյոք այն շրջվում է։ Լույսը սկսում է շարժվել ժամանակի մեջ, ոչ թե տարածության մեջ։ Մենք երբեք չենք իմանա, քանի դեռ չենք կարող ուղարկել դիտարկիչ սև խոռոչի մեջ և ստանալ տեղեկատվություն հետ։ Մենք չգիտենք, թե արդյոք գոյություն ունեն այլ տիեզերքներ, որտեղ լույսի արագությունը տարբեր է։ Բազմատիեզերքի տեսությունը առաջարկում է, որ մեր տիեզերքը միայն մեկն է անհամար տիեզերքների մեջ, յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկայի օրենքներով, տարբեր հիմնական հաստատուններով։ Գուցե կան տիեզերքներ, որտեղ լույսի արագությունը անվերջ է, կամ 0, կամ բացասական, լույսը շարժվում է ժամանակի մեջ հետ։ Սրանք ոչ թե գիտական ֆանտաստիկայի սցենարներ են, այլ լեգիտիմ տեսաբանական հնարավորություններ, որոնք ծագում են ժամանակակից ֆիզիկայի հավասարումներից։ Մենք չգիտենք, թե արդյոք լույսի արագության դանդաղումը կարող է շրջվել։ Գուցե սա ցիկլիկ պրոցես է։ Լույսը դանդաղում է միլիարդավոր տարիների ընթացքում, հետո արագանում է, հետո կրկին դանդաղում է։ Ինչպես տիեզերքի ընդլայնումը և կծկումը որոշ տեսություններում։ Գուցե մենք ապրում ենք դանդաղման փուլում, բայց 10 միլիարդ տարի հետո լույսը կսկսի արագանալ։ Եվ քաղաքակրթությունները, որոնք կապրեն այն ժամանակ, կդիմագրավեն հակառակ խնդրին, ինչպես հարմարվել արագացող լույսին։ Մենք չգիտենք, թե արդյոք լույսի արագությունը ունի ստորին սահման։ Արդյոք այն կարող է դանդաղել անվերջ, մոտենալով 0-ի, բայց երբեք չհասնելով դրան։ Կամ արդյոք գոյություն ունի կրիտիկական կետ, որտեղ լույսի արագությունը հանկարծ ցատկում է 0-ի, և տիեզերքը սառչում է, ամեն ինչ դադարում է շարժվել, էներգիան չի կարող փոխանցվել, ժամանակը դադարում է գոյություն ունենալ։ Սա կլիներ վերջնական մեծ սառեցում, սցենար, որը ավելի ծայրահեղ է, քան ջերմային մահը։ Մենք չգիտենք, թե արդյոք կյանքը կարող է գոյություն ունենալ տիեզերքում, որտեղ լույսի արագությունը 0 է։ Սա թվում է անհնար, առանց լույսի, առանց էլեկտրամագնիսական ճառագայթման, ինչպես կարող է էներգիան փոխանցվել, ինչպես կարող են ատոմները փոխազդել։ Բայց գուցե կան այլ ձևերի ֆիզիկա, որը հիմնված է ոչ թե լույսի վրա, այլ բանի վրա, գրավիտացիոն ալիքների վրա, քվանտային շղարշման վրա, մի բանի վրա, որը մենք դեռ չենք հայտնաբերել։ Եվ գուցե այդ տիեզերքում կյանքը կարող է ծագել, կյանք, որը ամբողջովին տարբեր է մեր կյանքից, բայց դեռ կյանք է։ Բայց հիմա եկեք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Հիշում եք այն պահը, երբ մենք խոսեցինք էլեկտրական ազդակների մասին, որոնք անցնում են ձեր ուղեղի միջով 300 կմ/ժ արագությամբ։ Հիշում եք, թե ինչպես մենք համեմատեցինք դա լույսի հետ,
լույսի, որը շարժվում է 300,000 կմ/վայրկյանում։ Հիմա, երբ դուք գիտեք, որ այս թիվը 300,000 կմ/վայրկյանում փոխվում է, դանդաղում է, տատանվում է, ինչպես է սա փոխում ձեր ընկալումը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք լույսի, լամպի լույսին, ոչինչ չի փոխվում, բացի այն բանից, որ դուք ավելի շատ եք տեսնում։ Արեգակի լույսին, աստղերի լույսին։ Դուք դիտում եք ոչ թե ինչ-որ հաստատուն, անփոփոխ բան, այլ ինչ-որ բան, որը կենդանի է, դինամիկ է, անընդհատ փոխվում է։ Լույսը, որը հասնում է ձեր աչքերին այս վայրկյանին, ճանապարհորդել է տարբեր արագությամբ, քան լույսը, որը հասավ 1 վայրկյան առաջ։ Տարբերությունը անչափ փոքր է, այնքան փոքր, որ ձեր աչքերը, ձեր ուղեղը, ձեր գիտակցությունը երբեք չեն նկատի այն, բայց այն կա, եւ այն իրական է։ Յուրաքանչյուր ֆոտոն, յուրաքանչյուր լույսի մասնիկ, որը բախվում է ձեր ցանցաթաղանթին, կրում է իր մեջ պատմություն։ Պատմություն տիեզերքի մասին, որտեղից այն եկել է, պատմություն ժամանակի մասին, որի ընթացքում այն ճանապարհորդել է, պատմություն տիեզերք ժամանակի ֆաբրիկի մասին, որի միջով այն անցել է։ Եվ եթե դուք կարողանայիք կարդալ այս պատմությունը, կարդալ այն ամբողջ մանրամասնությամբ, դուք կտեսնեիք, թե ինչպես է տիեզերքը փոխվել այն վայրկյանից, երբ այս ֆոտոնը ծնվել է, մինչև այն վայրկյանը, երբ այն հասավ ձեզ։ Բայց դուք մարդ եք։ Դուք կազմված եք ատոմներից, որոնք կազմված են էլեկտրոններից և քվարկերից, որոնք փոխազդում են ֆոտոնների միջոցով։ Յուրաքանչյուր քիմիական ռեակցիա ձեր մարմնում, յուրաքանչյուր մտքի ձեր ուղեղում, յուրաքանչյուր զգացողություն ձեր գիտակցության մեջ, բոլորը կախված են էլեկտրամագնիսական ուժից, որը փոխանցվում է լույսի արագությամբ։ Եվ եթե լույսի արագությունը փոխվում է, ապա դուք նույնպես փոխվում եք։ Անչափ դանդաղ, անընդհատ, անկանխատեսելի կերպով։ Սա չի նշանակում, որ դուք պետք է վախենաք։ Սա չի նշանակում, որ դուք պետք է զգաք, որ հողը սողում է ձեր ոտքերի տակ, քանի որ փոփոխությունը այնքան դանդաղ է, որ ձեր կյանքի ընթացքում, ձեր երեխաների կյանքի ընթացքում, ձեր թոռների կյանքի ընթացքում դուք երբեք չեք նկատի տարբերությունը։ Բայց սա նշանակում է, որ դուք մաս եք ավելի մեծ պատմության, որը տարածվում է միլիարդավոր տարիների վրա, պատմության, որտեղ տիեզերքը ինքը էվոլյուցիայի մեջ է։ Եվ սա, վերջապես, ամենագեղեցիկ դասն է, որը մենք կարող ենք սովորել։ Մենք ոչ թե ապրում ենք ստատիկ, մեռած տիեզերքում, որը կառուցված է անփոփոխ օրենքների վրա, որտեղ ամեն ինչ կանխորոշված է, որտեղ ապագան արդեն գրված է։ Մենք ապրում ենք կենդանի տիեզերքում, որը շնչում է, փոխվում է, ստեղծում է իրեն յուրաքանչյուր պահի։ Տիեզերքում, որտեղ նույնիսկ լույսը, ամենաարագ բանը, որը գոյություն ունի, սովորում է նոր պարեր, նոր ռիթմեր, նոր ուղիներ։ Եվ մենք, մարդիկ, գիտակցություններ, դիտորդներ, ստեղծագործողներ, մենք ոչ թե դիտորդներ ենք այս պարի, այլ պարողներ։ Յուրաքանչյուր մտքի, որը մենք մտածում ենք, յուրաքանչյուր գործողություն, որը մենք կատարում ենք, յուրաքանչյուր ընտրություն, որը մենք անում ենք, դրանք բոլորը մաս են տիեզերքի պարից։ Մենք ոչ թե պասիվ ենք, այլ ակտիվ։ Մենք ոչ թե որոշված ենք, այլ ազատ։ Մենք ոչ թե վերջավոր ենք, այլ անսահման։ Այլ անverջ մեր հնարավորություններով, մեր երևակայությամբ, մեր կարողությամբ ստեղծել նորը։ Հետևաբար, երբ դուք լսում եք, որ լույսի արագությունը դանդաղում է, մի մտածեք սա որպես վերջ։ Մտածեք սա որպես սկիզբ։ Սկիզբը նոր հասկացողության, որ իրականությունը ոչ թե ֆիքսված է, այլ հեղուկ, որ օրենքները ոչ թե բացարձակ են, այլ հարաբերական, որ ապագան ոչ թե կանխորոշված է, այլ բաց մեր ընտրություններին, մեր գործողություններին, մեր երազանքներին։ Եվ երբ դուք նայում եք դեպի երկինք, դեպի այն աստղերը, որոնց լույսը ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ, դանդաղելով, փոխվելով, հարմարվելով, հիշեք սա։ Այդ լույսը սկսել է իր ճանապարհորդությունը տիեզերքում, որը տարբեր էր մեր տիեզերքից։ Տիեզերքում, որտեղ լույսի արագությունը մի փոքր այլ էր, որտեղ աստղերը այրում էին մի փոքր այլ կերպ, որտեղ գալակտիկաները պտտվում էին մի փոքր այլ տեմպերով։ Բայց այդ լույսը հասավ ձեզ։ Այն անցավ միլիարդավոր տարիների, միլիարդավոր լուսատարիների, անհամար փոփոխությունների միջով։ Եվ այն դեռ լույս է, այն դեռ կրում է էներգիա, տեղեկատվություն, գեղեցկություն։ Նույն կերպ մենք, մարդկությունը, սկսել ենք մեր ճանապարհորդությունը տիեզերքում, որը տարբեր էր այսօրվա տիեզերքից։
Մենք էվոլյուցիայի ենթարկվել ենք միլիոնավոր տարիների ընթացքում։ Մենք հարմարվել ենք սառցադարերին, երաշտներին, համաճարակներին, պատերազմներին։ Մենք ստեղծել ենք լեզուներ, արվեստ, գիտություն, տեխնոլոգիա։ Եվ մենք դեռ այստեղ ենք։ Մենք դեռ մտածում ենք, զգում ենք, երազում ենք, ստեղծում ենք։ Եվ եթե մենք կարողացել ենք գոյատևել եւ ծաղկել այս բոլոր փոփոխությունների միջով, ապա մենք կարող ենք գոյատևել եւ ծաղկել նաեւ լույսի արագության դանդաղման միջով։ Քանի որ վերջապես մենք ոչ թե մեր ատոմներն ենք, ոչ թե մեր մոլեկուլները, ոչ թե մեր մարմինները։ Մենք մեր գաղափարներն ենք, մեր երազանքները, մեր պատմությունները։ Եվ գաղափարները, երազանքները, պատմությունները դրանք չեն կախված լույսի արագությունից։ Դրանք կախված են մեզանից, մեր կարողությունից պատկերացնել, հավատալ, ստեղծել։ Հետևաբար, թող լույսը դանդաղի, թող հիմնական հաստատունները փոխվեն, թող տիեզերքը էվոլյուցիայի ենթարկվի անկանխատեսելի ուղիներով։ Մենք կլինենք այստեղ, մենք կդիտենք, կսովորենք, կհարմարվենք։ Մենք կշարունակենք հարցնել հարցեր, փնտրել պատասխաններ, կառուցել նոր աշխարհներ։ Քանի որ սա է, ինչ նշանակում է լինել մարդ, լինել այն արարածը, որը կարող է նայել տիեզերքին աչքերի մեջ եւ ասել. «Ես քեզ հասկանում եմ, ես քեզ ուսումնասիրում եմ, ես քեզ սիրում եմ, եւ ես քեզ հետ կշարունակեմ ապրել, անկախ նրանից, թե ինչպես է փոխվում երաժշտությունը»։ Եվ գուցե վերջապես սա է լույսի արագության դանդաղման ամենախորը իմաստը։ Ոչ թե նախազգուշացում, այլ հրավեր։ Հրավեր արթնանալու, գիտակցելու, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը անհավատալի, խորհրդավոր, անսպասելի է։ Տիեզերքում, որը չի համապատասխանում մեր փոքրիկ հավասարումներին, մեր սահմանափակ տեսություններին, մեր հարմարավետ ենթադրություններին։ Տիեզերքում, որը ավելի մեծ է, ավելի տարօրինակ է, ավելի գեղեցիկ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Եվ մենք, փոքրիկ արարածներ, փոքրիկ մոլորակի վրա, որը պտտվում է միջին աստղի շուրջ անհամար գալակտիկաներից մեկում, մենք ունենք արտոնությունը դիտելու այս տիեզերքը, հասկանալու այն, լինելու դրա մասը։ Եվ սա ոչ թե փոքր բան է, սա ամենամեծ արտոնությունն է, որը կարող է գոյություն ունենալ։ Հետևաբար, երբ դուք հաջորդ անգամ տեսնեք լույսը, լամպի լույսը, արեգակի լույսը, աստղերի լույսը, հիշեք սա։ Այդ լույսը ճանապարհորդում է, այն փոխվում է, այն դանդաղում է, բայց այն դեռ լույս է։ Այն դեռ կապում է ձեզ տիեզերքի հետ, այն դեռ ցույց է տալիս ձեզ, որ դուք մաս եք ավելի մեծ բանի, բանի, որը սկսվել է 13 միլիարդ 700 միլիոն տարի առաջ եւ որը կշարունակվի անհամար տարիներ առաջ։ Բանի, որը կոչվում է տիեզերք։ Բանի, որը կոչվում է գոյություն։ Բանի, որը կոչվում է հրաշք։ Եվ դուք այստեղ, հենց այս պահին, կարդալով այս բառերը, դուք մաս եք այս հրաշքի։ Դուք ոչ թե դիտորդ եք, այլ մասնակից։ Դուք ոչ թե արտաքին եք, այլ ներսում։ Դուք տիեզերքն եք, տիեզերքը, որը դարձել է գիտասից, որը սկսել է հասկանալ ինքն իրեն, որը սկսել է հարցնել ինչու, ինչպես, ինչի համար։ Եվ գուցե պատասխանները կգան, կամ գուցե ոչ, բայց հարցերը միշտ կմնան։ Քանի որ հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները, հարցերը մեզ պահում են կենդանի, հետաքրքրված, զարգացող։ Հարցերը մեզ հիշեցնում են, որ մենք դեռ չգիտենք ամեն ինչ, որ դեռ կա ինչ-որ բան հայտնաբերելու, որ ճանապարհորդությունը դեռ շարունակվում է։ Եվ այդ ճանապարհորդությունը, այդ անվերջ ճանապարհորդությունը դեպի հասկացողություն, դեպի իմաստ, դեպի գեղեցկություն, սա է, ինչ նշանակում է լինել մարդ տիեզերքում, որտեղ